Շնորհակալ եմ ձեզանից հրավերք ընդունելու համար։ Ես ցանկանայի մի փոքր հայտարարությամբ հանդես գայի, դրանից հետո ուրախությամբ կպատասխանեմ ձեր հարցերին։ Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաբարոյական կողմից անբարոյական կազմակերպված ընտրությունները, եւ մեր ժողովուրդը կարելի ասել հերթական անգամ ինձ թվում է դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն, քանի որ այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպել ընտրությունները, ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը։ Բոլորս տեսանք, որ առաջի անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով, դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկը արել են ամբողջությամբ իրենց օգտին։ Դրա համար ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով որն է ճիշտ, գնանք այդ քայլերով, քանի որ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ հիմա տարբեր կարծիքներ կան, ու դուք գիտեք մանդատները վերցնելու, չվերցնելու մասին, դրա համար մենք ուզում ենք բաց, թափանցիկ, շփվենք ժողովրդի հետ, բացատրենք ժողովրդին այդ պրոցեսի վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ եւ հասկանանք, վերցնելով ենք մենք շուտ կարողանում հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե չվերցնելով։ Մենք որպես ուժեղ Հայաստան դաշինք պատրաստ ենք երկուսին էլ, բայց պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր սահմանադրությունը, քանի որ մենք այնպիսի ջրբաժանի առաջ են կանգնած, կունենանք հաջորդ հնգամյակում Հայաստան, ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան, ընդհանրապես Հայաստան, թե կունենանք Ադրբեջանի մարզ, Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք։ Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին եւ միասին պայքարենք այս ժամանակահատվածում եւ միասին տանենք հաղթանակ։ Ես վստահ եմ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է մենք անենք ճիշտ քայլեր։ Մենք ես առաջարկում ենք դիմենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը, Եվրոպայի
շատ պետությունների, կարևոր պետությունների ղեկավարներին, Ռուսաստանի ղեկավարին, Չինաստանի ղեկավարին։ Եվ ես հույսով եմ այս երկրներից մենք ունենանք արձագանք։ Դրա համար հրավիրելու ենք մեր խորհրդին, նույնիսկ առաջին խորհրդին ընդդիմության այդ երկրների եւ շատ այլ երկրների դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարների, որպեսզի իրենք լսեն մեր մտահոգությունները, այս մասով այսքանը։ Եվ ուզում եմ ավելացնեմ, շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում մենք կկարողանանք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին։ Սա իմ ներածական խոսքը։ Հիմա ես շատ ուրախ կլինեմ պատասխանեմ ձեր հարցերին։ Դուք արդեն խոսում եք հետընտրական զարգացումներից եւ ձեր անելիքներից, բայց կարծում եմ, որ ճիշտ քայլեր անելու համար նախ պետք է հասկանանք այսօրվա պատճառը, հա, մոտավորապես, ասենց ասեմ, հասարակության մի մեծ հատված, մեծ ակնկալիքներ ունեին այս ընտրություններից, հա, մարդիկ սպասում էին, որ ընտրություններով կլուծվի հարցը եւ կունենանք իշխանափոխություն։ Իհարկե բոլորս էլ գիտեինք եւ այդ մարդիկ էլ գիտեին, որ ոմն մեկը հեշտությամբ չի հանձնելու իշխանությունը, ամեն ինչ անելու է այն պահելու համար եւ պարզեր, որ ընտրություններով խաղաղ հեռանալու ճանապարհը շատ փոքր հավանականություն ունի։ Բայց այնուամենայնիվ եղավ այնինչ եղավ, մարդիկ սպասում էին, որ ընտրություններով հնարավոր կլինի ճանապարհել։ Չստացվեց։ Ըստ էության մարդկանց գիտակցության մեջ մեղվել է, որ դուք պարտվել եք։ Մենք պարտվել ենք։ Այս թևը, այս մտածողությունը պարտվել է երկրում։ Ես իհարկե մի քիչ այդպես այդ կարծիքը չեմ կիսում, կարծում եմ, որ շատ բավականին լուրջ հաջողություն է ունեցել ընդդիմությունը, բայց այնուամենայնիվ փաստն այն է, որ մնաց իշխանությունը իր դիրքերում։ Կուզեի, որ խոսեիք այդ պարտության պատճառների մասին, հա, ինչու պարտվեցիք, ի վերջո մարդիկ մեծ հույսեր էին կապել հենց ձեր ուժի հետ, ոչ միայն ընդհանուր ընդդիմության, այլ նաև հատկապես ձեր հետ։ Եվ մասնավորապես անդրադառնալով ձեր անցած օրվա մի քանի օր առաջ դուք հարցազրույց էիք տվել լրագրողներին, ասել էիք, որ հաղթել են ադրբեջանցիները, թուրքերը, ամերիկացիները եւ անգամ ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը, հա։ Այդ արտահայտությունը բավականին մեծ արձագանք գտավ, կուզեի մի քիչ մանրամասնեիք, մասնավորապես ռուսների պարտվելու պահը։ Նայեք, մենք չենք պարտվել։ Եթե այդ հարցազրույցը դուք նայել եք, ես ասել եմ, որ մենք չենք հաղթել, բայց Փաշինյանն էլ չի հաղթել։ Իրոք դա այդպես է, որ դուք պատկերացնեք, ես ուզում եմ ձեր հարցին մի քիչ երկար պատասխանեմ։ Գոյություն ունի երկու Փաշինյան։ Մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է, բայց մարդ է։ Թույլ, վախկոտ, ստախոս, ագա մարդ է։ Այդ բազայի վրա դրսի ուժերը, երևի հասկանում եք հայտնի երկրների ուժերը, կառուցել են մեխանիզմ։ Նորից դա կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանը եւ հայ ժողովրդին ծնկի բերելու համար։ Եվ ամենավտանգավորը, որ շատ երկրներ ուշադիր նայում են այդ մեխանիզմի գործունեությանը, նույնիսկ կարելի ասել հավանություն են տալիս այդ երկրների գործունեությանը, չհասկանալով, որ այդ մեխանիզմը բերելու է առաջի քրիստոնեական պետության վախճանին, քանի որ մեր հարևան երկրները խաղաղության քողի տակ պարտադրում են մեր պետության ոչնչացման ծրագիրը։ Մենք պայքարում ենք այդ մեխանիզմի դեմ, որովհետև բացարձակ իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ։ Այս մարդու վախը բռնել են, 3 անգամ պարտության մատնելով, ինքը արդեն
անճարի կարգավիճակում վազվզում է տարբեր պետությունների առաջ իր ծառայությունները մատուցելով իշխանությունը պահելու համար։ Ինչքան կվազվզի եւ ինչքան կընդունեն ու կհավատան, մենք հիմա կտեսնենք, քանի որ շատ պետություններ հավանություն տվեցին, շնորհավորեցին։ Դուք գիտեք, Ռուսաստանը հավանություն չի տվել, դեռ սպասում է։ Ինչի համար ես ասեցի Ռուսաստանն էլ հաղթել։ Որովհետև Ռուսաստանը մինչև հիմա մեզ վերաբերվում էր որպես դաշնակից պետություն։ Եվ համբերությամբ նայում էր մեր արած բոլոր հակառուսական փոքր քայլերին։ Այս ընտրություններով Ռուսաստանը ստացավ հնարավորություն իր ուժը ցույց տալու։ Եվ մենք արդեն տեսնում ենք, որ այդ process-ը սկսել է։ Մենք չպետք է թույլ տայինք Հայաստանը դարձնեինք հակառուսական կենտրոն։ Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը։ Ես չեմ հավատում, որ եվրոպական մի երկիր կամ մի եվրոպական արժեքների մեջ ինքը տեղավորվում է, բայց ինքը հասկանալով ստեղծված իրավիճակը Ռուսաստանի եւ այդ պետությունների միջև կարողացավ վաճառել հակառուսականությունը եվրոպացիներին։ Ամերիկացիներին բոլորս գիտենք ինչը վաճառեց։ Բացեց Սյունիքի դարպասը։ Բոլորս լսում ենք Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, բոլորս հասկանում ենք, որ դա ընդամենը միջանցք է Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխվելու համար։ Բայց քանի որ դա ստորագրվել է Ամերիկայի նախագահի ներկայությամբ, իրենք ստիպված լռում են այս ապօրինությունների մասին, ինչը որ շատ վտանգավոր է, որովհետև մենք գիտենք, որ Ամերիկայի պետության բարձրագույն արժեքները դա ժողովրդավարությունն է։ Եվրոպայում վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ դրան ինչ-որ տարբեր ձևերով են նայում, բայց ամենայն դեպս Ամերիկայում ընդգծված ժողովրդավարություն կա։ Դրա համար ես ասեցի, մենք հրավիրելու ենք դեսպաներին, հրավիրելու ենք իրենց կառույցներին եւ բացատրենք ինչ է կատարվում Հայաստանում։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, այդ համախմբված ընդդիմության խորհուրդը դիմելու ենք Ռուսաստանին, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել այս process-ը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի։ Սա վերաբերվում է հայ ժողովրդին։ Այս սահմաններ փակելը, այս գյուղմտերքների ներմուծման արգելքներ դնելը, մեր աշխատողների, Հայաստանից գնացած աշխատողների խնդիրները Ռուսաստանում առաջացած, հայ բիզնեսմենների խնդիրները, որ ամեն օր առաջանում են Ռուսաստանում, դա պետք է մեկ օր շուտ կանգնեցնել։ Քանի որ ես վստահ եմ, այս իշխանությունը ոչ ցանկություն ունի, ոչ հնարավորություն ունի դա կանգնեցնելու, մենք այդ նախաձեռնությունը վերցնելու ենք մեր վրա եւ փորձելու ենք ամեն ինչ անենք, հասկացնենք Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժվում է հայ ժողովուրդը եւ հայ բիզնեսմենը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հնարավորության համար։ Իշխանությունները անդրադառնալով հետընտրական process-ներին նաև խոսում են ձեր մասին, 3 անգամ ասում էին այլ լրագրողները, եթե ուզում են թող հարցնեն, թե արդյոք Սամվել Կարապետյանը շարունակելու է քաղաքական գործունեությունը, ավարտին հասցնելու է կիպրական եւ ռուսական անձնագրերից հրաժարվելը։ Հիմա առաջին հարցը հետեւյալն է, քանի որ ձեզ որ հարցնում ենք ժամանակին ասում ենք, եթե պլան A չի ստացվում, պլան B կա, ձեզ ասելով նաև թիմի ներկայացուցիչներին, ասում ենք պլան B չկա, մենք հաղթելու ենք։ Հիմա եկել է մի իրավիճակ, որը որ եկել է։ Դուք շարունակելու եք Հայաստանում մնալ եւ քաղաքականությամբ զբաղվել անկախ դատական գործընթացները եւ արդյոք ավարտին եք հասցնելու միայն հայաստանյան անձնագիր ունենալու
հարցը, սա առաջինը, երկրորդ հանգամանքը, որի մասին կուզեի խոսել եւ հասկանալ, այդ ընդդիմության խորհուրդը, որի մասին որ դուք ասում եք, մոտավորապես արդեն պարզ է, կարող եք ասել անուններ, թե հրավերներ ում եք ուղարկելու, նախընտրական շրջանում ընդդիմադիր տարբեր ուժեր իրարից դիստանցավորվում էին, որպեսզի չմտնեն այդ նախկին ներկա պատմության մեջ։ Արդյոք հիմա այդ դիստանցավորումը այլևս չի լինելու եւ մի կարճ հարցեր ուղղակի որ ասում եք հրավիրել ենք Միացյալ Նահանգների Եվրամիության տարբեր անդամ պետությունների դեսպաններին, այս process-ները վերջին ամիսների ցույց տվեցին, որ Փաշինյանը ունի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության բացարձակ աջակցությունը եւ անգամ աղաղակող մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որտեղ սև սպիտակին ուղղակի ակնհայտ է, հա, որ մարդու իրավունքները խախտում են, մենք չտեսանք արևմտյան պետությունների որևիցե արձագանք։ Իմաստը որն է, դուք իսկապես հույս ունեք, որ հիմա ինչ-որ բան իրենց մոտ կփոխվի։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերվում է իմ մնալուն ու մասնակցելուն process-ներին, դա վստահ եղեք նոր թափ է հավաքելու։ Դե ես դուք գիտեք, միջև հիմա կալանավորված եմ եւ իմ անձնական հնարավորությունները սահմանափակված են, բայց իմ հնարավորությունների չափով ես ավելի ակտիվ մասնակցելու եմ այս բոլոր process-ներին։ Ու ինչ վերաբերում է անձնագրերին, չեմ ուզում անդրադառնալ, մենք process-ը սկսել ենք, որ օրը դրա անհրաժեշտությունը կլինի, այդ process-ի ավարտը արդեն եղած կլինի։ Ինչ վերաբերում է հավաքական ընդդիմության գլխավոր հարցերին, դա իրոք առաջի հարցը Փաշինյանի հեռացումն է։ Մեր երկրի, մեր ժողովրդի նվաստացման process-ի կանգնեցումն է։ Քանի որ այս մարդը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, մեր ժողովրդին նվաստացնել, իր ցինիկությամբ ամեն քայլ ինքը անում է, դրանից հայ ժողովուրդը տուժվում է։ Դրա համար դա լինելու է առաջի քայլը։ Երկրորդ քայլը, ինչի համար են մեզ համար կարևոր այդ միջազգային կառույցները եւ դեսպանները, որ իրենք հասկանան այն process-ները, որը իրոք կատարվում է Հայաստանում։ Իրենք հարցի մի կողմին են նայում։ Իրեն ձեռնտու է հակառուս Փաշինյանը։ Բայց հայ ժողովրդին դա ձեռնտու չէ, բայց նրանք պետք է լսեն, որովհետեւ միջև հիմա ոչ մի անմիջական խոսակցություն չի եղել այդ մարդկանց հետ։ Միգուցե իրենք չեն էլ պատկերացնում ինչ է կատարվում Հայաստանում։ Միգուցե իրենք չեն պատկերացնում, որ իրենց օգնությամբ այս մեխանիզմը ոչնչացնելու է Հայաստան պետությունը։ Նորից եմ ասում, առաջին քրիստոնեական պետությունը։ Դրա համար ես շատ կարևոր եմ համարում իրենց հետ հանդիպումը նույնպես։ Եվ մեկ շատ կարևոր հարց, որը պետք է դնի այդ խորհուրդը իր առջև, դա պահանջն է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ բոլորս հասկանում ենք, որ այս մարդկանց մեղքը ընդամենը 0 է։ Իրենք հորինեցին այդ ընտրակաշառքների թեման, որպեսզի այդ ընթացքում իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք այդ մոլորված մարդիկ, նորից խաբված մարդիկ, ինչի համար ձայն տվեցին Փաշինյանին։ Ու բացի այն մարդկանցից, ովքեր չեն տվել, այլ ընդամենը նկարված ձայներ են։ Բայց վերջապես մարդիկ տվել են ձայն Փաշինյանին։ Իրենց հիմնական պատճառը, որ տվել են, դա իրենց ընտրակաշառքներն են։ Բոլորս տեսանք 1 ամիս, 2 ամիս առաջ ինչքան թափով այն ինչը որ հայտարարվեց եւ տեսանք, բայց ինչը չի հայտարարվել, մենք չենք տեսել։ Այդ պետական մակարդակով ընտրակաշառքները։ Սա էր իրեն ձայն բերում։ Ուրիշ ինչի դիմաց հայ մարդը պետք է Փաշինյանին ձայն տա։ Ես չեմ պատկերացնում, այսքան չարիք ու կործանում բերած մարդ այս երկրին, ինչի դիմաց պետք է քվես տանա։ Դրա համար
իրենք հորինեցին մի քանի թեզեր, որոնք ոչ մի կապ չունեն, ամենայն դեպս ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ, չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել, ով մեր կուսակցության կողմից ընտրակաշառք թեկուզ $100 բաժանել է, նա Նիկոլ է, այսինքն չկա այդպիսի բան։ Բայց ձայնագրությունները ցածր։ Թե ձայնագրությունները ինչ-որ բաներ կոնտեքստից կտրում են, համենայն դեպս մոտ 760 մարդ մեր ուժից ձերբակալվել են, ընդամենը կալանավորվել են 103 մարդ և մոտարապես 100 մարդ տարբեր վարչական հսկողության տակ են կամ չբացակայելու արգելքի տակ են, այսինքն 103 մարդ կալանավորվել են։ Իհարկե շարունակվում է այդ process-ը, իրենք չեն կանգնում, դրա համար ես բարոյականության մասին խոսեցի, իրենք իրենց արածները ուզում են ծածկեն դրանով, քանի որ իրենք լավ գիտեն ինչպես են իրենք քվեստացել, մենք էլ լավ գիտենք ինչպես ենք մենք քվեստացել։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, որոնք վստահ եղեք լավագույնն էին այս process-ների ժամանակ։ Միայն այդ ծրագրերով կարելի էր ստանալ ուժեղ Հայաստան, բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ, բայց մեր ժողովուրդը ընտրեց աղքատությունը, ընտրեց հանձնվողականությունը, մեկ օրվա իր օգուտի համար նորից շատերը ընտրեցին Ալիևի մարզպետին, որը հետևողականորեն քանդելու է մեր երկրի հիմքերը։ Շնորհակալություն պարոն Կարապետյան այս հնարավորության համար։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ 734,000 գուցե ավելի մարդ ըստ էության, գոնե այս հաշվարկների պայմաններում իշխանությանը ձայն չի տվել։ Եվ կարծում եմ ընդդիմության նպատակը միայն իշխանություն հանուն իշխանության չէր, այլ կանխելու Ալիևյան հակ անթուրքական այն ծրագրերը, որը պատրաստվում է իրականացնել Փաշինյանը։ Երեք Թուրքիայից արդեն ազգայնական ուժերի ղեկավարը Բաղչելին բառացի ուղիղ արդեն ասաց, որ առանց բաների, երկիմաստությունների բանի, ասում է ուղիղ պետք է ասել Զանգեզուրի միջանցքը դա Թուրանի ճանապարհն է, որով իրենք փորձելու են թուրքական աշխարհը միավորել։ Ադրբեջանից ասում են, որ ՔՊ-ին հաջողության հասնելու համար, իսկ հաջողությունը համարում են, որ սահմանադրությունը փոփոխեն ու արդեն Զանգեզուրի միջանց, մյուս պլաններ իրագործեն, պետք է լինելու ընդդիմությունից գողանալ 7-8 ձայն։ Իրենք հաշվարկները անում են, որ իրենց 71 ձայնը լրիվ ՔՊ-ի ձայնը բավական է, որպեսզի անեն։ Հիմա ըստ էության ընդդիմությունը կարևոր խնդիր ունի, որ չփոշիացնի այդ ձայները։ Ես ինչքան հասկացա ձեր նշած ճանապարհային քարտեզից, բայց վերջնական հասկանալի չի։ Մանդատները վերցնելու են, այդ թվում սահմանադրական դատարան են դիմելու, փողոցային պայքար է անելու, ճիշտ հասկացա, թե դեռ մանդատները վերցնելու հարցնել է այսպես դրված, որտեղ 734,000 ձայնը դա լուրջ ձայն է, այսինքն դա այն է, ինչի չհասավ Նիկոլ Փաշինյանը, չէ, ինքը ուզում է սահմանադրական մեծամասնություն։ Հիմա բոլորի սպասումը դա է հստակ։ Ձեր կարծիքով եւ արդյոք այս հարցը արդեն քննարկվել է վերջնական վերցնել, չվերցնել, այդ որ ասում եք միասնական քայլեր անել։ Նայեք, բոլոր դեպքերում նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Եթե վերցնենք այն ընդդիմադիր ուժերը, ովքեր այսպես ասած վառեցին ժողովրդի քվեները, եթե դա չբաշխվեր քաղաքացիական պայմանագիր ուժը չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում է, որ իրենք չեն հաղթել այս ընտրություններում։ Բայց իրենք փորձում են գրանցեն դա որպես հաղթանակ։ Եվ ամենակարևորը իրենք եւ իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել
այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Քանի որ եթե մանդատները ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել ազգային ժողովում։ Բոլորս հասկանում ենք, որ կամ իրենք կօգնեն, կանցնեն այնպիսի ուժեր, ինչպիսին ասենք Արամ Սարգսյանը կամ կան անհասկանալի ուժեր նույնպես, ովքեր կապահովեն իրենց թե սահմանադրական մեծամասնություն, թե ցանկացած քվեարկություն, դրա համար մի կողմում այս խնդիրն է։ Երկրորդ կողմում իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ մենք հասկանանք, կվերցնենք մենք մանդատները, չենք վերցնի մանդատները, մենք պայքարելու ենք, քանի որ մենք մեր պետությունը ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն եւ ունենալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով տանելու են մեր երկիրը թրկացման եւ կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք, խանգարենք այդ process-ներին։ Ինչ վերաբերվում է մանդատների վերցնելուն, մենք դեռ ժամանակ ունենք, մենք հիմա բողոքել ենք սահմանադրական դատարան, ակտիվ մասնակցելու ենք այդ process-ներին, քանի որ լինելու է բաց քննարկում սահմանադրական դատարանում։ Եվ այդ օրերին այն հանրահավաքը կլինի, որի մասին ես հայտնեցի, սահմանադրական դատարանը պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ոչ մեկը չի կասկածում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցել է 4%-ի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ ինչպես իրենք չեղարկեցին տամենը 2 ընտրատարածք եւ այդ հարցին տվեցին ամբողջությամբ ապօրինի լուծում։ Դրա համար հույս ունենք սահմանադրական դատարանում առաջին հերթին ճիշտ որոշում կայացվի, նոր ընտրություններ եթե պետք է անցկացվի։ Սահմանադրական դատարանից։ Հույսեր ունենք, որպեսզի սահմանադրական դատարանը կայացնի ճիշտ որոշում։ Դրա համար հիմա հայտարարում եմ այն կուսակցությունները, ովքեր իրոք ցանկություն ունեն, ովքեր իրոք պայքարում են, ովքեր 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այս process-ներին, բաց, թափանցիկ, մեր ժողովուրդը պետք է տեսնի, որ ուժերը իրոք պայքարում են Փաշինյանի դեմ, որ ուժերը օգնում են Փաշինյանին, բայց խաղում են ընդդիմադիր դիրքերից։ Մենք պետք է դա բացահայտենք մեր ժողովրդի առաջ։ Այս հարցին լրացում անեմ, շատերի մտավախությունը դուք եք լսել այդ մասին, որ ՔՊ-ն կարող է, ինչպես ադրբեջանցիներն էլ ասեն, այդ 7-8 կամ 9 ձայնը անասնագողություն տերմինը մեր քաղաքական միջավայրում արդեն շատ ակտուալ տերմին է, որ կարողանան վերցնել, հա, ընդդիմադիր ուժերից գողանան, մարդագողություն անեն, ինչպես եղավ նախորդ պարլամենտի ժամանակ։ Դրա հետ կապված նույնիսկ ասում են պետք է թուղթ ստորագրեն, նոտարով հաստատեն, հյում հայտարարություն անեն եւ այլն։ Ոնց եք դա կանխելու, սա դրան հավելել։ Եվ երկրորդ հարցը, այս լրացում էր ինձ կներեք, եւ երկրորդ հարցը Նիկոլ Փաշինյանը գինը այս ընտրություններում, այսպես ասած, ճակերտավոր հաղթելու, հա, որ այդ Թրամփով, Մակրոններով, չգիտեմ, Ռուսաստան լինի, Թուրքիա, Ադրբեջան, գինը պարզ է։ Զանգեզուրի միջանցք, հա, Սյունիք, հակառուսականություն էս ամեն ինչն է։ Գինը դա է։ Հիմա արդեն այդ երկրները իրենից ասում են տղա ջան, ժամանակն է պիտի վճարես։ Ընդդիմությունը դուք պատրաստ եք այդ գնի տակ մտնել, հա, նրանք, որովհետև դուք ասում եք պիտի դիմենք այդ երկրների ղեկավարներին, դեսպաններին, այդ դեսպանները եկել են օրինակ ձեզ տեսել։ Ինձ շատ հետաքրքիր է, որովհետև դուք ընդդիմության առաջնորդը կալանավորված եւ կալանքի տակ, տնային կալանքի տակ չէր կարողանում Քարոզ Արշավանցնել։ Եկել է որևէ հատկապես Արևմտյան եւ նաեւ Ռուսաստանի որևէ դեսպան եկել է ձեզ հետ հանդիպի։ Քանի որ մենք նոր ենք ապացուցել, որ մենք գլխավոր ընդդիմադիր ուժ ենք, հույս ունենք դեսպաները դրա վրա լուրջ ուշադրություն դարձնեն։ Եվ մենք ցույց տվեցինք, որ մենք մեծ ուժ ենք։ Մենք նույնիսկ հաղթող ուժ ենք։
Դրա համար ես հույս ունեմ իրանք դրան շատ ուշադիր կլինեն։ Մինչև հիմա իհարկե ոչ մի հանդիպում չի եղել, բայց ես հույս ունեմ իրենք էլ հիմա կհասկանան ինչ խնդիրների առաջ կանգնեցրեցին իրենք հայ ժողովրդին, քանի որ իրենք էլ իրեն ձևով մասնակցեցին այս ապօրինություններին, դա ոչ միայն արևմտյան երկրների, ես հույս ունեմ նույնիսկ Ռուսաստանի դեսպանն էլ ուշադիր կլինի այս հարցերին, քանի որ բացարձակ ապօրինություններով կատարված ընտրություններ են, նույնիսկ աշխարհի մասշտաբով, ոչ միայն Հայաստանի կամ ՍՆԳ-ի տարածքում։ Այսպիսի ընտրություններ ինձ թվում է ոչ մեկը աշխարհում չի տեսել, երբ ընտրության օրը, ընտրությունից 1 օր առաջ ձերբակալվում են կոնկրետ մեր քաղաքական ուժի բոլոր գլխավոր գործող մարդիկ, բոլորը, շտաբերի պետերը եւ շրջաների համակարգողները, բոլորը 103 մարդ կալանավորված են միջև հիմա։ Կալանավորված են ամուսիններ։ Դա նոնսենս է աշխարհի մասշտաբով։ Դրա համար դրան պետք է ուշադրություն դարձնեն բոլոր դեսպանները։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հայտարարություններին, Ադրբեջանի հայտարարություններին, դա հավատացեք առաջին քայլերն են։ Մենք ամբողջ ընտրաշրջանակ զգուշացնում էինք 300,000 ադրբեջանցիների մասին։ Մենք զգուշացնում էինք Ալիևի հայտարարությունների մասին, Ալիևի վտանգավոր հայտարարությունների մասին։ Եվ մենք շարունակելու ենք զգուշացնենք մեր ժողովրդին սպասվող վտանգների մասին։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան ունի նպատակ, դրա համար ես ասում էի, որ այս ծրագրի մեջ մասնակցում են գորշ գայլերը։ Եվ այդպիսի գորշ գայլեր հաստատ մենք տեսնենք մեր ազգային ժողովում։ Կոնկրետ գորշ գայլերի ներկայացուցիչներին։ Դրա համար մենք հարկ ենք համարում նորից զգուշացնենք, նորից պայքարենք, որովհետև մենք եթե չենք պայքարում, մենք տեսնենք այդ ամեն ինչը մեր կյանքում։ Ինչ կանել իրենց հայտարարություններով փորձեն կարեն մեր վրա այդ ընտրակաշառքները, չգիտեմ, տարբեր ձևերով եռագլուխ կուսակցություն, իրենք տեսան, որ արդեն եռագլուխը չկա, արդեն մենք 500,000 գլուխ ենք, 500,000 գլուխ են արդեն, ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունների, չէ, փոքր կուսակցությունների հավաքած ձայներն էլ 600,000-700,000 գլուխ ենք, իրենք գործ պետք է ունենան ոչ թե 3 գլխի հետ, իրենք հիմա պետք է գործ ունենան արդեն 600-700,000 գլխի հետ եւ այդ գլուխները ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են։ Դուք հիմա տեսնում եք առաջին քայլերը ամբողջությամբ ոչնչացնում են Հայաստանում գյուղատնտեսությունը, ամբողջությամբ։ Ինչ կանել ուզես փողերով խրախուսես, մարդկանց խապես նորից, բայց դա շատ ժամանակավոր բան է, եթե բոլորս հասկանում ենք, եթե ձեռնարկությունը փակվեց, իրեն ռեստարտ լինելու համար ամիսներ ու տարիներ են հարկավոր, որովհետև դրան գործող մեխանիզմներ են, գործող աշխատողներով, գործող բանվորներով, իսկ հիմա դուք կարող եք որպես լրագրողներ ստուգել, արդեն հիմնականում գյուղատնտեսական հիմնարկները իրենց բանվորներին անվճար բաց են թողել։ Ինչ արագությամբ կարող են այդ ռեստարտը ապահովել, մենք չգիտենք։ Ես տեսնում եմ, որ լուրջ վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, առավել ևս գյուղատնտեսությանը։ Դրա համար մարդիկ պետք է դա հասկանան, մարդիկ պետք է մեզ լսեն, վստահեն, որ մենք ոչ մի շահ չունենք։ Մեր հետևում չկան պետություններ,
դուք բոլորը տեսաք նախընտրական փուլում, ոչ մի պետություն չարեց հայտարարություն մեր օգտին։ Դրա համար մենք հենվելու ենք մեր ժողովրդի վրա, ավելացնելու ենք մեր ժողովրդի վստահությունը մեր նկատմամբ, դրա համար համախմբելու ենք ընդդիմությանը, համախմբված ընդդիմության վստահությունը ունենալու է նոր էֆեկտ, սիներգիչսկի էֆեկտ։ Մենք հենվելու ենք այդ էֆեկտի վրա եւ ամեն քայլ ճիշտ գնահատելով կանենք մեր հաջորդ քայլերը։ Ինչ վերաբերվում է մանդատներին վերցնելուն, ես արդեն բացատրեցի, իհարկե Փաշինյանը եւ իր կողմնակիցները չեն ուզի մենք մանդատ վերցնենք։ Բայց մենք ուշադիր քննարկելու ենք, դրա համար ասում եմ, բաց քննարկումներ են լինելու, ուղիղ ետերում են լինելու այդ քննարկումները, որ մեր ժողովուրդը ճիշտ գնահատի բոլոր հարցերը, մանդատները ճիշտ է վերցնել, թե ճիշտ չի վերցնել։ Ընդդիմության մեջ դուք տեսնում եք շատ պատրաստված գրագետ մարդիկ կան, ավելի ճիշտ գնահատականներով մեր ժողովուրդը դա նորից պետք է լսի։ Դրանից հետո մենք ունենք սահմանադրական դատարանի որոշումը, թեկուզ լավ կամ վատ, բայց դա լինելու է որոշում։ Մենք նույնպես ցույց կտանք ժողովրդին, որ այս մեխանիզմն է աշխատում։ Եթե վատ որոշում լինի, չկա սահմանադրական դատարան։ Երկրորդ թե մեկ օր առաջ մենք տեսանք, որ Հայաստանում գոյություն չունի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 1 րոպեում ապօրինի որոշում կայացրեցին, մի ամբողջ կուսակցության հավաքած 60,000 ձայները դրեցին, ջրեցին։ Մենք հերթով պետք է ցույց տանք բոլոր կառույցների ապօրինությունները եւ դրանից հետո նորից եմ ասում, արդեն ամբողջական ընդդիմությունով որոշենք մեր հաջորդ ու գլխավոր քայլերը։ Անասնագողություն։ Ինչ վերաբերում է դրան, մենք ձևավորել ենք լավ թիմ, ես վստահ եմ ուժեղ թիմ, ես մեր մասով կարող եմ ասել, իհարկե իրենք փորձեր անելու են, մենք իլյուզիաներ չունենք, բայց վստահ եմ մեր մարդկանց ուժի վրա, դե իհարկե մենք էլ ենք փորձեր անելու, դա միակողմանի չի լինելու, քանի որ իրենք արդեն չունեն լեգիտիմ իշխանություն, մի բան է դու ունես լեգիտիմ իշխանություն, դու ուժեղ ես եւ ուժեղ կայուն իշխանությունով մարդիկ կձգտեն մաս կազմեն այդ իշխանության մեջ, բայց եթե դու ունես ոչ լեգիտիմ իշխանություն, մազից կախված իշխանություն, ես չեմ հավատում հայ երիտասարդի, հայ մարդու, որ ցանկություն կունենա մաս կազմի այդ իշխանության մեջ։ Մենք հակառակը հույս ունենք, մեծ հույսեր ունենք։ Ես ուզում եմ անդրադառնալ օրվա խորհրդին, այսպես ասած, մի տարի առաջ սկսվել է ձեր դեմ հետապնդումը։ Եվ քանի որ ասում են, ինձ թվում է սխալ, որ պատմությունը պայմանական ժամանակ չունի։ Ես կարծում եմ սխալ է, պետք է պատմությունը ռեկոնստրուկցիաներ, որպեսզի դաս քաղել։ Բայց ենթադրենք, դուք դուրս եք գալիս եկեղեցու, մեր ընկերուհին ձեզ չի հանդիպում։ Դուք չեք ասում, որ եկեղեցին պաշտպանելու եք մեր ձևով։ Փաշինյանը իստերիկայի մեջ չի ընկնում, հիստերիայի մեջ չի ընկնում, չի հրամայում ձեզ բռնել, եւ դուք վերադառնում եք Մոսկվա։ Այդ պարագայում դուք կստեղծեիք մեր ձևով շարժումը, իսկ այնուհետև ուժեղ Հայաստան կուսակցությունը կմտնեիք քաղաքականության մեջ, թե չէ։ Ես ուզում եմ ազնիվ լինեմ ձեզ հետ, իհարկե ոչ։ Դա ես արեցի, երբ տեսա, որ այս մարդը չի կանգնում։ Ես իրոք անկեղծ եկել էի եւ անպայման կմոտենային ինձ այդ պահին, թե չէին մոտենա, ես անելու է հայտարարություն մեր եկեղեցին պաշտպանելու համար, բայց չէի որոշել այդ ֆորմատը հայտարարության։
Իհարկե ես ցանկություն չունեի մասնակցեի այս քաղաքական process-ներին, բայց քանի որ ես տեսա, որ եթե ես չեմ մասնակցում իմ դեմքով, մեր ընդդիմադիր ուժերը թող չնեղանան, իրենք արդեն կամաց սպառում էին իրենց։ Ես համարում եմ մենք նոր շունչ տվեցինք ընդդիմադիր պայքարին, օգնեցինք ընդդիմությանը, նույնիսկ այն ձայներ չհավաքած ընդդիմությանը համառ պայքարելու համար, քանի որ բոլորը տեսան, որ մենք ոչ մի բանի առաջ չեն կանգնում, կալանավորում են, ուրեմն կալանավորում են, նստեցնում են, ուրեմն նստեցնում են, ինչ որ պա դա նույնիսկ պատիվ դառավ մեր համախոհների համար, կալանավորելը, ձերբակալվելը, քանի որ բոլորը հասկացան, որ այսօր խոսքը մեր մասին չի, խոսքը իմ մասին չի, դուք հավատացեք, սա լիրիկա չի, ես ոչ թե ինչ որ բառեր եմ ասում հայրենասիրական, մենք մեծ վտանգի առաջ են կանգնած, միգուցե ավելի մեծ, քան մեզ թվում է։ Դրա համար ես գտնում եմ իմ ներկայությունը օգնեց թափ տալ նորից ընդդիմությանը ավելի համառ պայքարելու համար եւ ինձ թվում է մենք ունեինք հաջողության հասնելու շատ մեծ հնարավորություն։ Նու սա կարելի ասել միակ տարբերակն էր, միակ որ իրենք կարողացան անեն, որպեսզի մենք չհաղթենք։ Ինչ արեցին, ապագան ցույց կտա, որ արեցին, հաստատ արեցին, բայց հիմա կոնկրետ փաստեր դուք էլ գիտեք, չեն կարող ներկայացնել, որ արել եք, 100,000 ընտրողի մասին ամեն օր բոլորը բացահայտում են, բայց հաստատ դա 100,000-ով չի վերջացել, հաստատ դա 100,000-ներ է եղել, դրա համար ապագայում մենք ամեն ինչ փորձենք բացահայտենք մեր ժողովրդի առջև։ Երկրորդ հարցը դուք ասացիք, թե ինչու են մարդիկ անկեղծորեն քվեարկել ԿՊ-ին եւ նշեցիք թոշակառուների կամ 65+ մարդկանց, որոնք պետք է օգտվեն իբր ապահովագրությունից, դա ճիշտ է։ Բայց ես մի պատմություն պատմեմ, խնդրում եմ մեկնաբանել։ Հայաստանի գյուղերից մեկը, ոչ ծերը, գալիս են մարդիկ Մոսկվայից, Ռուսաստանից, գալիս են մարդիկ, որոնք հաջողություններ են ունեցել բիզնեսում, որոնք ապահոված են, հարուստ են։ Գալիս են մարդիկ այդ գյուղի նախկին բնակիչները, որոնք 90-ականներին գնացել են եւ սկսում են աշխատել հօգուտ ուժեղ Հայաստանի։ Մնացած գյուղացիները, որոնք 30 տարի ստեղ ապրել են, 35 տարի ստեղ ապրել են, նրանք զմայլված չեն Փաշինյանով, բայց տեսնելով այդ մարդկանց, տեսնելով, որ այդ մարդիկ հաջողությունների են հասել, իրենց ջգրու ներեցեն արտահայտությանս, քվեարկում են ԿՊ-ին, ասելով, մենք ստեղ 30 տարի տանջվում ենք, տառապում ենք, խոպան ենք գնում, մի կոպետ չենք աշխատում, իսկ դուք ահա ստացել եք այդ բոլոր հնարավորությունները եւ եկել եք։ Մենք աղքատ ենք, դուք հարուստ եք։ Ես այդ տրամաբանությունը չեմ ընդունում, բայց ես կարծում եմ շատերի մոտ այդ տրամաբանությունը կար։ Խնդրում եմ դա մեկնաբանել։ Նայեք, շատ է գերագնահատված Ռուսաստանից եկած մարդկանց թեզը։ Դա նույնպես ԿՊ-ի նարատիվն էր, որ մտցրեցին հայ ժողովրդի մեջ։ Բոլորս հասկանում ենք, վերջը դուք լրագրողներ եք, կարող եք ընդամենը 1 ժամում ստուգեք անցյալ տարի այս ժամանակահատվածում ինչքան հայեր են եկել Ռուսաստանից Հայաստան եւ այս տարի ինչքան հայեր են եկել։ Դուք տեսնեք, որ տարբերություն չեք տեսնելու։ Ես չեմ բացառում, որ եկել են հայեր հատուկ ընտրությունների, եկել են մարդիկ իրենց ցանկությամբ են եկել։ Հիմա իմ բոլոր ընկերները եկել են։ Ես դա չեմ թաքցնում, բայց դա բացարձակ կապ չունի Ռուսաստանի իշխանությունների հետ։ Հիմա իմ ընկերները եթե չգային, չկանգնեին, նրանք ոչ թե եկել են ընտրությունների, բոլոր մեր հանրահավաքներին են եկել։
բոլոր առաջի օրից դատարանների դիմաց նրանք դա բերել, փաթաթել մեր վրա, որ Ռուսաստանից մարդիկ գալիս են հատուկ մեզ ընտրելու, միգուցե եկել են հատուկ մեզ ընտրելու, բայց դա չի եղել ոչ մի համակարգված process, դա այն թեզերից մեկն էր, որ իրենք փաթաթեցին մեր ժողովրդի վրա, իրենք ինչ արեցին, կարելի ասել 3 թեզով հարվածեցին մեզ։ Առաջինը, որ մենք հավաքում ենք զայները Քոչարյանի համար։ Դուք կարող եք ստուգել ամբողջ շրջաներում դա ունենալով ՀՄԵԿ եւ այլ մեդիա ռեսուրսներ, իսկ դուք հիշում եք, երբ որ մենք հայտարարեցինք ուժեղ Հայաստան կուսակցության մասին, մենք չենք ունեցել ոչ մի հատ մեդիա ռեսուրս, ոչ մի հատ։ Այն հայրենասեր լրագրողների հույսին ենք եղել, ովքեր մեզ ինչ որ ձևով աջակցել են իրենց խոսքով, բայց մենք չենք ունեցել մեր ձեռքի տակ ՀՄԵԿ։ Դրա համար մենք անցանք իրազեկման ակցիաների, բայց դուք հասկանում եք 4 ամսվա ընթացքում մենք չենք կարող լինել բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում, բոլոր քաղաքներում երևի թե հասցրեցինք, բայց բոլոր գյուղերում ֆիզիկապես դա անհնար էր անել։ Դրա համար նույնիսկ այդքան մեծ աղմուկ բարձրացնելուց հետո մեր կուսակցության ճանաչելիությունը հունիսի 7-ի դրությամբ մոտարապես 80% էր։ Այսինքն ինձ որպես Սամվել Կարապետյան ճանաչում էին 95% բնակության, բայց կուսակցությանը ճանաչում էին 80%-ը։ Այսինքն մենք մեր 80%-ով պայքարում էինք ՔՊ-ի 93% ճանաչելիության եւ ամբողջ մեդիա ռեսուրսի դեմ։ Սա մեկ մտցրեցին, Ռուսաստանից բերած հայերին մտցրեցին, քանի որ այդ հայերը մեր բոլոր ցանկություններով, ինչ կանել մենք ցանկանայինք, ինչ կանել նույնիսկ ռուսները ցանկանային, չեր գերազանցի ու 5-ից 10,000 մարդ։ Ես չեմ հավատում 10,000 մարդում, միգուցե 5,000 մարդ հնարավոր լիներ մոբիլիզացնել, բայց այդ մարդիկ, եթե նույնիսկ բոլորը մեզ են ձայն տվել, դա հնարավոր չի, բայց նույնիսկ եթե բոլորը մեզ ձայն տվեցին, ու դուք տեսնում եք, որ դա դեր չի խաղում ընտրության ելքի վրա։ Դրա համար կաշառք բաժանելը մտցրեցին։ Դուք խոսքի սկզբում ասացիք, որ խայտառակ ընտրություններ էին։ Ընտրության գիշերը Նիկոլ Փաշինյանը կեսգիշերնած դեռ քվեաթերթիկների ընդամենը 20%-ներ հաշվարկ արվել, հայտարարեց, որ հաղթում են։ Որտեղ էր ընդդիմությունը։ Նախ խայտառակ ընտրությունները 20% հաշվարկից հետո իշխանությունը կանգնում եւ համարձակորեն ասում է, որ ինքն է հաղթողը եւ վերջ։ Բայց մենք չտեսանք դրանից հետո ընդդիմադիր որևէ հավաք ցույց, չտեսանք այդ գիշերը, չտեսանք հաջորդ օրերին, որտեղ է ընդդիմությունը։ Այդ օրերին ինչու չէր հավաքներ անում իր ընդդիմախոսությունը կամ հակառակարծիքը ապացուցում։ Սա մեկ եւ երկրորդը տեսեք, ընտրություններով Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Դուք նախընտրական շրջանում շատ վստահ հայտարարում եք, որ հաղթելու ենք։ Ձեզ այդ վստահեցումը ով էր տվել կամ ովքեր էին հավաստիացրել ձեզ, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն տեղ ունենա, առավել եւս, որ մենք տեսնում ենք որևէ ձևով, որևէ այսպես ազդակ չկար, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը պատրաստում է ազնիվ արդար ընտրություններ անցկացնել, բոլոր ազդակները հակառակի մասին էին ապացուցում եւ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը տարբերվեր իր ազնվությամբ ընտրությունների թափանցիկությամբ նախորդ իշխանություններից։ Ուրեմն ինչու եք այդքան վստահ եւ հիմա արդյոք, երբ որ հետահայաց նայում եք, չեք կարծում, որ իսկապես ճիշտ էին այն հայտարարությունները գուցե, որ ընտրություններով հնարավոր չէ միայն ընտրական գործընթացով հնարավոր չէր իշխանափոխություն անել։ Ինչ վերաբերվում է ընտրության օրվան, մենք մեր տվյալները ունեինք, ստանում էինք մեր տվյալները, մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական process-ը, ինքը հայտարարություն արեց, մեր մոտ հաշվարկված էր մոտ 10%-ը։
եւ դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, ինքը չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, կարող եք ստուգել 200,000 ձայն ստուգելուց հետո ինքը ուներ 58%։ Երբ հասավ 700, պլյուս մինուս, կարող է մի քիչ էս կողմեն կողմ, էլի, ինչքան հիշում եմ։ 700,000 ձայնի դեպքում ինքը հասավ 50%։ Եվ այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք, որ միջև վերջ հաշվարկի դեպքում մեր բոլոր հաշվարկներով, բոլոր մաթեմատիկական, քանի որ այդ ժամանակ մնացել էր Երևանի չհաշվարկված մոտ 350,000 ձայն, Վանաձորի 50%-ը, Աբովյանի 50%-ը, Գյումրիի 37%-ը, այսինքն մնացել էին մեծ քաղաքները, մենք շատ վստահ ենք, որ իրենք փլվելու են միջև 40%։ 5 ամիս մենք արել ենք հարցումներ, իր առավելագույն թիվը, որ եղել է, դա եղել է 40%։ Դա վերջի հարցումներն էր, որ մենք տեսանք, որ ինքը կարող է ամենաշատը հավաքել 40% ու ԿՊ-ն։ Եվ ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր։ Նույնիսկ գյուղերում իրենք փլվեցին միջև 50%։ Ու շրջաներում ես նկատի ունեմ։ Բայց դրանից հետո մոտ 800,000 ձայն հաշվեցին, իրենք ընդամենը 0.5% իջան ներքև։ Այսինքն սա նոնսենս է, այն էլ Երևանում հավաքած ձայներով իրենք չպետք է գերազանցեին մեր հաշվարկով 42%-ը։ Դրա համար մենք սպասեցինք առավոտյան ինչպիսի արդյունքներ են իրենք հրապարակելու, դրա համար այդ ժամերին ոչինչ չկատարվեց, որովհետև իրենք նույնիսկ այդտեղ գտնվեցին շատ հմուտ, կանգնեցրեցին հաշվարկը, դուք էլ հասկանում եք, որ անհասկանալի երևույթ էր 10% հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվենք, որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո բոլորը մեզ մեղադրեին, որ մենք տարանք երկիրը նոր ցնցումների եւ նորից չհասանք արդյունքի։ Ոչինչ չի վերջացել, համար պայքարը շարունակվելու է, գրագետ պայքարը շարունակվելու է եւ ես վստահ եմ, ինչ մենք ասել ենք նախընտրական process-ների ժամանակ, դա լինելու է։ Ձեր խոսքում վերջերս դատարանի առաջ դուք մի այսպիսի արտահայտություն եք արել, որ նաև ձեզ ինչ-որ առումով խաբեցին ոմանք։ Ուզում եմ հասկանալ ում մասին էր, ովքեր են ձեզ խաբել եւ գուցե մեծ ակնկալիքներ են ձեզ խոստացել, բայց հակառակն է տեղ ունեցել։ Չէ, դա ընդամենը մի էպիզոդ էր, որ մենք հավատացինք, որ 1.5 միլիոն ձայնը մեզ տալիս է բացարձակ առավելություն։ Բայց մեր թիմակիցները բոլորը հիշում եք արագ էֆիրում սկսեցին հնչեցնել 1.5 միլիոնի մասին, մարդկանց լսեցնել տվեցինք այդ 1.5 միլիոնի մասին, ինչը հնարավորություն տվեց Փաշինյանին անել իր սև գործը, որովհետև եթե մասնակցությունը ցածր լիներ, իր հնարավորությունները մի քիչ ավելի սահմանափակ կլինեին։ Այդ սև գործը անելու։ Այս ընթացքում ես լսել եմ այդպիսի տեսակետ, հիմա հերքեք կամ հաստատեք, ասում եմ, որ քանի որ դուք հայաստանյան իրականության մարդ չեք, այսինքն քաղաքական գործունեություն ծավալելու համար լավ չեք ճանաչում եւ հայ հանրությանը եւ նաեւ քաղաքական դաշտին։ Նայեք, մեզանից բացի, եթե Փաշինյանին հանենք 18 քաղաքական շատ լավ ճանաչող ուժեր, տասնյակ տարիների փորձ ունեցող ուժեր մասնակցում էին նախընտրական փուլին։ Եվ այդ բոլոր ճանաչող ուժերը
ընդամենը մեզանից բացի մեկ քաղաքական ուժ կարողացավ հաղթահարել Շեմը։ Այդ քաղաքական ուժից մենք մոտավորապես 2.5 անգամ ավել ձայներ ենք հավաքել, չճանաչելով, չունենալով, նորից եմ կրկնում, ոչ մի մեդիա ռեսուրս, 0, դուք բոլորդ գիտեք, 0 մեդիա ռեսուրս, ոչ մի ուրիշ հնարավորություններ, միգուցե մենք էինք շատ լավ ճանաչում քաղաքական դաշտը եւ մեր ժողովրդին, որովհետեւ եթե մենք չունենայինք այդ փորձը, այդ հնարավորությունը, այդ տաղանդը, միգուցե մենք հիմա հավաքած կլինեինք 1-2%, դրա համար միշտ ձեր այդ թեզը, որ մենք ունենք փորձ, չունենք փորձ, Փորձը ճանաչելու մասին է։ դե եթե չճանաչեինք, դուք վստահ եղեք, մենք չենք պարտվել։ Ես ձեզ նորից եմ ասում, մենք չենք պարտվել այս ընտրությունները։ Այս ընտրությունների արդյունքները, երբ իսկական մենք մի օր կհայտնաբերենք, այն ժամանակ մենք ցույց կտանք, մենք ճանաչում էինք, թե չէինք ճանաչում։ Հիմա մենք ունենք բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերից առավելագույն ցուցանիշը։ Դրա համար մեզ ասել, որ մենք չենք ճանաչում, միգուցե դա մի քիչ նորմալ չէ։ Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում, մենք շատ լավ գիտենք ինչ կանենք, վստահ եղեք, բոլոր որոշումները մենք շատ մտածված ենք անում եւ հիմա էլ կանենք ճիշտ որոշումներ, հետագայում էլ կունենանք մեր հաղթանակ։ Պարոն Կարապետյան, ասում ենք դեռվից հետո թեկուզ մանանեղ, բայց այնուամենայնիվ էլի կա ինչ-որ հարցեր կան, որոնք կարելի է վերաիմաստավորել կամ արդեն post-factum հասնել։ Ձեզնից բացի մասնակցում էր եւս 17 փաստացի 17 ուժ քաղաքական, հանում ենք իշխանության ուժը քաղաքացիական պայմանագիրը եւ պրոիշխանական ուժերը, դա կառնվազն ունենա 7-8 ընդդիմադիր ուժ, որոնք իրապես այսպես իրենց դիրքավորում են ընդդիմադիր դաշտում։ Երբ որ ձեզ տարան ազգային անվտանգության ծառայության մեկուսարան ու հանրահավաք տեղ ունեցավ առաջին հանրահավաքը, դուք այնտեղից հայտարարեցիք նամակի տեսքով, փաստաբանի տեսքով, որ դուք մտնում եք մեծ քաղաքականություն այլևս եւ բանալի նախադասությունը, որ իմ ականջներին հնչեց, հետեւյալն էր, որ դուք պետք է միավորեք ամբողջ ընդդիմությունը, այդ ձեր հայտարարության մեջ այդպիսի բառակապակցություն կա։ Հիմա չստացվեց միավորել ընդդիմությունը ու այսօր քաղաքական կուլիսներում, այսպես քաղաքականացված անձինք, հասարակական ակտիվ, այն մարդիկ, որոնք որ մտահոգ են այս տեղերով իրավիճակով, թերևս դեմ կարտիկներ կան, թե ինչու չստացվեց միավորել ընդդիմությանը։ Ուզում եմ դուք գնահատեք, որքանով էր խնդրեմը ձեր մեջ, ձեր քաղաքական ուժի մեջ, որ չկարողացաք մնացածներին համախմբել եւ որքանով կային օբյեկտիվ իրավիճակներ, որտեղ հնարավոր չէր դա հաղթահարել, այսինքն կարող մարդիկ կային, որոնք ռուսերեն լավ բառ կարան, նի դագավառա սպասովնի, կարող է այդպիսի մարդիկ կային։ Սա մեկ, երկրորդը հենց այս միջավայրում մենք եւ այս ֆորմատով անցած հարցազրույցի ժամանակ ձեզ հարց տվեցի, ասի որ դուք երբ որ Երևան էիք գալիս ժամանակին, մենք տեսնում էինք այդպես օլիգարխների, այսպես կոչված օլիգարխների հերթեր, որոնք որ ձեզ դիմավորում էին, չգիտեմ, օդանավակայանում եւ այլն եւ այլն։ Այս ընտրական process-ից հետո դուք ունեք ընկերներ, որոնց, այսպես ասեմ, կորցրել եք այս ամեն ինչի հետևանքով։ Կամ քանի ընկեր եք կորցրել։ Սկզբում նախընտրական փուլի մասին առաջերտին ես հենց սկզբից հայտարարություն արեցի, չսկսեցի քաղաքական ուժ, դուք հիշում եք։ Սկսեցինք մեր ձևով շարժումը, դա շարժում էր, որը պետք է ցույց տար իշխանությանը, որ դուք սխալ ճանապարհի վրա եք, կանգնեք, որովհետև դուք տեսնում եք ինչ թափով մեր համախոհները ավելանում էին։ Եվ ինձ թվում էր, որ իշխանությունը ուշքի կգա եւ գոնե հարձակումները եկեղեցու վրա, սրբազաներին ձերբակալումները, այդ ամեն ինչը կանգնեցնի։ Բայց հետագայում, քանի որ հասկացա, որ շարժումը արդեն առել է մեծ թափ եւ իշխանությունները գնալով ավել են ուժեղացնում ճնշումները եկեղեցու վրա եւ արդեն հասան հայ ինքնության խորտակման մասին էր խոսքը, իհարկե ես որոշում կայացրեցի, որ մենք արդեն ստեղծելու ենք քաղաքական ուժ եւ մտնելու ենք
քաղաքական process-ների մեջ։ Եվ իհարկե ես մեծ ցանկություն ունեի համախմբել ընդդիմությանը, քանի որ ես հասկանում էի, որ այդ հնարավորությունը մենակ ես ունեմ, որտեղ մարդիկ ինձ վստահում են։ Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ ես իրենց հետ չեմ պայմանավորվել, իրենք հիմա էլ են ինձ վստահում։ Եվ հիմա դուք տեսնեք, նոր համախմբումը լինելու է, մեծ համախմբում լինելու է, բայց ես չեմ կարող մեղադրեմ մարդկանց, որ ամեն մեկը ուներ իր ամբիցիան։ Դրանք ծեր ասած խոշոր քաղաքական գործիչներն էին, որոնք տարիներով մասնակցում էին process-ներին, շատ լավ ճանաչում էին քաղաքական դաշտը, շատ լավ ճանաչում էին հայ ժողովրդին, իրենք վստահ էին, բոլորը վստահ էին, որ իրենք անցնելու են շեմը։ Չէ, խոշոր փոքր չկա, այդ պահին բոլորն են խոշոր։ Դուք հետո ինչ կան փոքր, նրանց ամբիցիաները ավելի բարձր են, քան խոշորներինը։ Մենք բոլորի ուժը տեսնում էինք, մենք բոլորին բաց ցույց էինք տալիս։ Նույնիսկ թիվն էինք ասում իրենք ինչքան կհավաքեն ընտրության օրը։ Հիմա բոլորը զարմացած են, որ այդ թվերը մենք իրենց ասել ենք նույնիսկ մարտ ամսին, ոչ թե մայիսի վերջը։ Մարտ ամսին մենք բոլորին ասել ենք իրենց թվերը, դուք հավաքելու եք այս թիվը, դրա համար մի փոշիացրեք, դուք հավաքելու եք այս թիվը, դե ում հետ շփվել ենք, պարզա մենք բոլոր հետ չենք շփվել, բայց ում հետ ցանկություն ունեցել ենք, բայց եղել են կուսակցություններ, իրենց պայմաններն են առաջարկել, որը մեզ ընդունելի չի եղել, եղել են կուսակցություններ, մենք ենք պայմաններ առաջարկել, իրենց ընդունելի չի եղել։ Դրա համար մենք շեղվեցինք դաշինքի մոդելից, մենք ասեցինք, եթե դուք կիսում եք մեր մոտեցումները, եթե դուք ցանկանում եք ընդդիմության հաղթանակը, կա հեշտ մոդել, դուք ընդամենը մի մասնակցեք, հայտարարեք, որ աջակցում եք մեզ։ Մոտ 5 կուսակցություն այդ պայմանը ընդունեցին, իրենց հայտարարությունները արեցին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Նրանք ցույց չտվեցին բացարձակ ամբիցիաներ, ոչ մեկը պայման չդրեց, որ իրենց կողմից մեր ցուցակում մարդ լինի, նրանք անշահախնդիր ցույց տվեցին, որ իրենց համար Փաշինյանի հեռանալը ավելի կարևոր է, քան իրենց անձնական ամբիցիաները, ինչի համար ես իրենց շատ շնորհակալ եմ, ինչի համար մենք իրենց հետ շարունակելու ենք համագործակցել եւ իրենց հետ միասին տանելու ենք հաղթանակ, բայց այն ուժերը, ովքեր այն ժամանակ չընդունեցին կամ մենք չընդունեցինք իրենց պայմանները, մենք հիմա բաց ենք, պատրաստ ենք իրենց հետ շարունակել համագործակցել, որովհետև այնտեղ կան իրոք տաղանդավոր մարդիկ, դրա համար մենք ուրախ կլինենք, եթե հիմա, գոնե հիմա մեր համագործակցությունը, ճիշտ համագործակցությունը, առանց ամբիցիաների համագործակցությունը սկսվի եւ շարունակվի։ Հաջորդ հարցը կներեք։ Իմ ընկերներին ես չեմ քննարկում, նրանք ամեն մեկը իր ձևով արել է իր գործը, ես ոչ մեկի չեմ խնդրել, որ օգնեն մեզ, իրենք չեն մասնակցել, ես հասկանում եմ դուք ում մասին եք խոսում, իրենք չեն մասնակցել այս process-ներին բացարձակ զրո, նույնիսկ դա եղել է իմ խնդրանքը, որ չմասնակցեն, քանի որ մենք չենք գնահատել, որ իրենց մասնակցությունը մեզ օգուտ կբերի կամ վնաս կբերի։ Ես ցանկացել եմ, որ իրենք հանգիստ ապրեն իրենց կյանքով, զբաղվեն իրենց բիզնեսով, քանի որ բիզնեսով զբաղվող մարդիկ, դուք գիտեք ինչքան խոցելի են, դրա համար մենք իրենց ընդհանրապես ձեռք չենք տվել, այսպես ասած, բացարձակ։ Ես իրենցից գոհ եմ, ինձ թվում է իրենք էլ ինձնից գոհ են, որ չենք խառնել մեր այս միջոցառումներին, իրենք թող զբաղվեն իրենց բիզնեսով։ Այնուամենայնիվ այնպես է ստացվել, որ դուք այսօր ընդդիմության լիդերն եք, այդ լիդերությունը ձեզ է պատկանում, ընդ որում
ամենամեծ ռիսկերը դուք եք կրում, ամենամեծ պատասխանատվությունը դուք եք կրում եւ ամենամեծ ակնկալիքները ձեզանից է այսօր։ Իհարկե հասկանալի է, որ բարդ վիճակ է, քայլերի, անելիքների ինչ որ սահմանափակվածություն կա, մանավանդ երբ որ դիմացի կողմը չունի օրենքի կամ որևէ կարմիր գիծ, որևէ սահմանափակում, ինքը ամեն ինչի պատրաստ է, այս առումով ես համաձայն չեմ, որ դուք ասում եք մի ձև կար մեզ հաղթելու, մի ձև չկար։ Ինքը 100 ձև ուներ եւ դուք ասում եք մենք ունենք A պլան, B պլան, G պլան, բայց իրականում Նիկոլն ուներ A պլան, B պլան, G պլան եւ եթե նույնիսկ շատ փոքր ձայներ տաներ, ինքը ուղղակի չեղարկելու էր ընտրությունները, հայտարարելու էր իրեն ընտրված։ Այնպես որ այդ պատրանքներ չունենանք, հա, դիմացը կանգնած է շատ խորամանկ, քրեական մեթոդները չարաշահող, բոլոր հնարավոր ճանապարհները օգտագործող մի հատ իշխանություն, որը երբեք չի հրաժարվելու իր ունեցածից։ Հիմա բայց ժողովուրդը, հասարակությունը, գոնե ես ասում եմ հասարակության որակյալ հատվածը մեծ ակնկալիքներ ունի, մասնավորապես ձեզանից։ Այսօր դուք հայտնվել եք այն վիճակում, ինչ որ 21 թվին Ռոբերտ Քոչարյանն էր, որը ընդդիմության լիդերներ են ժամանակ։ Մարդիկ սպասում են, որ դուք պիտի քայլեր անեք։ Արագ պիտի անեք այդ քայլերը, վճռական պիտի լինեք այդ քայլերի մեջ, պիտի մոբիլիզացնեք բոլոր հնարավոր ուժերը, անսպասելի բաներ պիտի մտածեք եւ ի վերջո պիտի արդարացնեք հասարակության սպասելիքները, որովհետեւ եթե մի քիչ հապաղեք, մի քիչ sense դանդաղ, երկար մտածեք, գցեք, բռնեք, հաշվեք ձեր քայլերը, պարզա որ այդ հասարակությունը գոնե այդ հատվածը հիասթափվելու է, հոգնելու է, արտագաղթելու է, մտնելու է իր խխունջի մեջ, արդեն այլևս չի հավատալու ոչ մի բանի եւ շատ ավելի հեշտանալու է այս իշխանության գործը։ Հիմա, այս ընթացքում ձեր ուժի ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ արեցին, մասնավորապես փողոցային պայքարի հետ կապված, որը շատ կարծում եմ ցավոտ ընդունվեց եւ բավականին աղմուկ բարձրացրեց, որ եթե դուրս գանք փողոցային պայքարի զոհեր կլինեն եւ այլն։ Հիմա մարդիկ ավելի շատ ձեզնից ակնկալում են այդպիսի քայլեր, հա, փողոցային պայքար, վճռականություն, ակտիվ քայլեր եւ այլն։ Դուք ընդհանրապես ասում եք դեռ ինչ որ բանկ ստեղծենք խորհուրդ, կմտածենք, կդիմենք սահմանադրական դատարան եւ այլն։ Այս քայլերը չի բավարարում հասարակությանը։ Դժգոհ են մարդիկ, ասում են ինչ ակտիվ քայլեր ունեք անելու, որը կարա բավարարի մեզ։ Ինչու հենց առաջի օրվանից փողոցը չլցվեց։ Ավելին ասեմ, ինչու մինչև ընտրությունները փողոցը չլցվեց, չօգտագործեցիք այդ հանրահավաքային ալիք չարեցիք, մթնոլորտը երկրում չփոխվեց, այնպիսի պասիվ վիճակով գնացինք հանգիստ ընտրության, հույս ունենալով, որ քվեախցիկում մարդը ի օգուտ ընդդիմության որոշում կայացնելու։ Հիմա կա այդ պահանջը եւ շատ կարծում եմ կարճ ժամանակը։ Ունեք այդ պլան B, G, D։ Մի քիչ դրա մասին խոսեք։ Եթե դուք հիշում եք իմ բոլոր հարցազրույցները, ես ասել եմ, ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները եւ ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ ինքը այսօր արեց, մենք դրա դեմ պայքարելու ենք։ Ես այդ կապ բան եմ ասել։ Քանի որ ես վստահ եմ եղել, իրոք անկեղծ վստահ եմ եղել մեր հաղթանակի մեջ, մեր բացարձակ հաղթանակի մեջ։ Վերագնահատել եք ճշնամուն։ Հիմա կարող ենք ամեն ինչ ասել, ամեն ձև բնութագրել, բայց մենք դրա համար արել ենք ամեն ինչ։ Մենք մեր հարցումներով տեսել ենք դա։ Ես ընդհանուր բառեր ոչ մի անգամ չեմ օգտագործել եւ ընդհանրապես չեմ օգտագործում։ Մենք տեսել ենք այդ հաղթանակը, վատագույն դեպքում երկու ուժի հաղթանակը մենք տեսել ենք։ Բայց հաղթանակը գողացան, նորից եմ ասում, խախտումներով, 3 փուլով նրանք ապօրինություններ արեցին։ Նախընտրական փուլում, ու չեմ ուզում կրկնվեմ, բացատրեցի, արեցին ապօրինություններ։ Հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ։ Հասկանում եք, մենք գործ ունենք բոլոր դեպքերում պետության հետ։ Մենք ոչ մի բան չարած ապօրինություն։ Մեր թիմակիցները, նորից եմ ասում, կալանավայրերում են, հարյուրներով։ Եթե մենք թույլ տային գոնե մեկ ապօրինություն, դուք վստահ եղեք, ոչ միայն մեր ուժը,
բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր կգտնվեին ղեկավարների հետ միասին կալանավայրերում։ Ոչ մի բան չի կատարվել։ Մենք տեսել ենք Վրաստանում 3 ամիս 200,000 մարդ լցված փողոցները միջազգային բոլոր կառույցներու եվրոպական միության բացարձակ աջակցության ոչ մի բան չկարողացան փոխեին։ Եթե մենք հիմա սկսենք փոքր միջոցառում, ամեն օր դուք տեսնում եք, խնդիր չունենք։ Մենք աջակիցներ ունենք բոլոր դեպքերում։ Դուք տեսաք 340,000, չնայած դրանք հաստատ ավելի շատ էին, բայց ինչը որ ցույց տվեցին 340,000 մեր աջակիցները ունենք։ Ունեն իրենց աջակիցները Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը, վերջը հանեցին, չհանեցին կապ չունի, 60,000 մարդ ընտրել է Բարգավաճ Հայաստանի օգտին։ Այսինքն այդ ուժը կա, այդ ուժը պետք է գեներացնել ճիշտ ժամանակին։ Եթե մենք հիմա փոքր ձեր ասած այսօր ենք հանում, ինչքան 10-20,000 մարդ, հանում ենք 30,000 մարդ, այն որ ասում են պարը թողում ենք, պարը, լիցկա թափում ենք ամեն ինչը, հետագայում անհնար է լինելու հասնել հաջողության։ Միգուցե այ հիմա մենք ունենք այդ պլան B-ն, որի մասին դուք ասում եք, դրա համար հիմա կշարժվենք պլան B-ով, կհամախմբենք ընդդիմությանը, ես ասեցի քայլերը, որ մենք անելու ենք իմ հայտարարության մեջ, բոլոր այդ քայլերը մենք անելու ենք, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց եւ հասնենք հաջողության։ Միայն հարցազրույց տալով ոչ մի հարց չի լուծվում։ Նրանց մտքի գիգանտներ կան, որ նրանց մտքեր են արտահայտում, կասես այս մարդուն, որ լսեցի 5 րոպե հետո Փաշինյանը փախավ Կանադա։ Ես շատ փորձառու մարդ եմ, շատ լավ գիտեմ ինչպիսի քայլերով կարելի հասնել հաղթանակի։ Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով եւ հասնելու ենք հաղթանակի մեր ձևով։ Չի կարելի էմոցիաների տրվել, հասկանում եք, մեզ պրովոկացիայի են ենթարկում Փաշինյանը իր թիմակիցների հետ եւ իրեն աջակցող ուժերը։ Մենք հիմա ենթարկում ենք պրովոկացիայի եւ վերջանում ենք որպես քաղաքական ուժ։ Բայց մեր նպատակը դա չի, որ մենք մի օր ապացուցենք ինչքան հերոս ենք մենք, հաջորդ օրը ասենք էլ մենք կուսակցություն չունենք։ Ինչի համար։ Քայլ գնալու ենք առաջ, ամեն քայլ ճիշտ գնահատելու ենք, մեր գլխավոր նպատակը նորից եմ կրկնում, Փաշինյանին հեռացնելն է եւ հասնել հաղթանակի։ Ինչը որ մենք կանենք, դուք կտեսնեք։ Ուղղակի պարոն Կարապետյան, մենք էլ դեժավյուի զգացում ունենք, հա, 21 թվին էս ամեն ինչը եղել է։ Մի քաղաքական ուժ ունեցել է մեծամասնություն, հայտարարել է, որ ես գնում եմ խորհրդարան, որ Նիկոլի կյանքը վերածեմ դժոխքի, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ իրանց հեռացնենք, մենք չենք սպասել, որ 5 տարի այս վիճակը շարունակվելու է։ Մանդատները վերցրեցին, գնացին մտան խորհրդարան եւ ոչինչ չարեցին։ Հիմա մենք մտավախություն ունենք, որ պատմությունը կրկնվում է։ Այդ 21 թվին ես չեմ եղել։ Դրա համար մենք խոսում ենք 25-26 թվից։ Դրա համար մենք գնալու ենք առաջ եւ կգա օրը մենք կունենանք հաջողություն եւ հաղթանակ։ Դրա համար ես չեմ ուզում համեմատենք ինչ-որ թվականների հետ, ամեն մարդ իր ձևով պայքարել է, 21 թվին էլ են պայքարել, ես ձեզ բացատրեցի, դուք ախր ձեզ թվում է մենք պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի հետ եւ ՔՊ-ի հետ, չկա այդպիսի բան, սա մեխանիզմի դեմ ենք մենք պայքարում, ստեղծած մեխանիզմ, որը աշխատում է կոնկրետ մեր դեմ, կոնկրետ հայ ժողովրդի դեմ եւ կոնկրետ Հայաստանը կործանելու համար։ Դուք հավատացեք ինձ, այդ մեխանիզմի դեմ պայքարելը շատ դժվար է։ Շատ մեծ ջանքեր է պահանջվելու դրա համար։ Հիմա հրավիրում ենք համախմբման ընդդիմադիր ուժերին,
Դա կարող են լինել թե կուսակցությունները, թե այդ մտքի գիգանտները, թե բոլորը, ովքեր կգան ճիշտ խորհուրդ կտան, ուղիղ եթերում մեր ժողովրդին կապացուցեն, որ ճիշտ ճանապարհը սա է։ Հասկանում եք։ Դա իհարկե ամենահեշտը հիմա ասեն Քոչարյանը 21 տվին ասավ չարեց, 26 տվին Կարապետյանը ասավ չարեց, բայց մենք անելու ենք ամեն ինչ, ինչ մեր հնարավորության սահմաններում է։ Մեր նպատակը օրինական ճանապարհով հասնենք իշխանափոխության։ Դրա համար ես ասում եմ, հրավիրելու ենք, աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Այս մարդուն հաջողվել է իր խապկանքներով բոլորին տրամադրել հայ ժողովրդի դեմ։ Հասկանում եք, սա է գլխավոր խնդիրը։ Դուք տեսնում եք, բոլորը աջակցում են Թուրանի գաղափարին, բոլորը աջակցում են Սյունիքը կիսելու գաղափարը։ Չկա մի ուժ, որ ասի, ես կանգնեցնելու եմ հայ ժողովրդի տապալումը։ Այս սրան մենք պետք է հասնենք։ Թող վաղը կանգնի մի ուժ, մի երկիր, ու ասի, որ ես թույլ չեմ տալու հայ ժողովրդի տապալումը, թույլ չեմ տալու առաջի քրիստոնեական երկրի ոչնչացումը։ Մենք չենք լսում։ Դրա համար մենք գնում ենք մեր ճանապարհով, որ լսեն բոլորը մեզ, որ այս իշխանությունը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Եվ նորից եմ ասում, մի անհանգստացեք, պայքարը շարունակվում է, գնալու ենք հաղթանակի, ուրիշ տարբերակ չունենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը չի ընտրվել։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը չունի մեծամասնության ձայները։ Նիկոլ Փաշինյանը այսօր ամենածանր վիճակում է, որովհետև արդեն քարերը հավաքելու ժամանակն է, ընդ որում այդ քարերը ոչ թե ինքն է հավաքելու, այլ իրանից են, արդեն պարտքերը պիտի փակի ըստ էության, չէ՞։ Հիմա Թուրքիայի պարտքերը, Ադրբեջանինը, Եվրոպան առանձին երկրներով բանով եւ քաղաքական ճգնաժամ է հասունանում, նույնիսկ եթե մանդատները վերցնեք կամ չվերցնեք, ընդ որում ես կողմ եմ, որ եւ մանդատները վերցնել եւ պայքարը շարունակել դրսում։ Պարոն Կարապետյան, նաև տնտեսական խնդիրների մասին եմ ուզում խոսեք դուք հատկապես, որովհետև տնտեսական ճգնաժամն է հասունանում։ Երեք ճիշտ է, իրենք ազգային ժողովում ասում էին, իբրև ցուցանիշների փայլ ունեն, հեսա եվրոպացիները, չգիտեմ, Մարտակոսը խոստացրել է, այսքան գումար կտա, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այսքան գումար կտա, բայց երեք իրենց նախարարներից մեկը հայտարարեց, արդեն պետական պարտքը 14.5 միլիարդն է նույնիսկ հատել։ Այստեղ կան Ռուսաստանի կողմից, հա, այդ սանկցիաները, որքան էլ ասեն դրանք քաղաքական չեն, եւ օբյեկտիվ, որովհետեւ երկրում ոչ մի բան ըստ էության չի աշխատում, անդադ պարտքեր, կուտակում, նույնիսկ շատերը համեմատում են Ուկրաինայի հետ նաեւ այդ առումով, որ Զելենսկին եւս պարտքերի տակ է մցրել երկիրը ու արդեն նույնիսկ նախկին վարչապետն էր հարցազրույց տվել, որ երկիրը անդադ պարտքերի տակ մցնելով էլ բան չունի ծախելու, հա, էլ բան չունի դրանով փակելու։ Ես ուզում եմ դուք ներկայացնեք տնտեսական վիճակը, հատկապես, հա, գիտեմ մարդիկ, որոնք արդեն կներեք, բայց այս օրերին, այո, ես գիտեմ մարդիկ, որոնք գեներատորներ, դվիժոկներ են առնում, պատրաստվում են ձմեռվան։ Մարդիկ կան մտածում են, ասենք, սննդամթերքի պահեստավորման մասին։ Մարդիկ ռեալ անհանգստանում են։ Դուք ինչպես եք տեսնում քաղաքական պայքարը հասկանում են, բայց նաև դրան զուգահեռ խորանում է տնտեսական ճգնաժամը։ Ձեր պրոգնոզը, հա, ձեր կանխատեսումները ինչ է լինելու։ Նայեք, տնտեսական մասով ամեն ինչ կախված է լինելու գործող իշխանությունների հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, քանի որ մեր հնայի 25%-ը, այսինքն մոտավորապես որ պատկերացնեք 7.5 միլիարդ դոլարը շրջանառության Ռուսաստանի հետ է։ Դա եթե վերացենք գյուղատնտեսության առումով, մոտ 90-ից 95%-ը մեր գյուղատնտեսության այսօր Ռուսաստանի հետ է։ Ինչպիսի հարաբերություններ կձևավորվի Ռուսաստանի հետ, կախված է լինելու մեր տնտեսությունը։ Չկա ուրիշ տարբերակ, բացի դրանից հիմնական տրանսֆերների մոտ 90%-ը գալիս են Ռուսաստանից, այսինքն Հայաստանի տնտեսությունն ու Հայաստանի բյուջեն
երբ ես ասում եմ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացող է, դա չի նշանակում, որ իշխանության հաշվին է կայուն զարգանում։ Իշխանության դերը դրանում 0 է։ Իշխանությունը այսքան տարիների ընթացքում տնտեսության մեջ ընդամենը փող ծախսող է։ Պարտքերը վերցնի, ծախսի, ասֆալտ փռի, նորից չեմ ուզում նախընտրական մեր բոլոր թեզերին վերադառնանք, բայց նորից եմ ասում, ամենահեշտ գործ անում են, իրենց թալանը անում են։ Վերջ, սրանով վերջանում է իրենց մասնակցությունը տնտեսության մեջ եւ ամենաշատ այսքան տարիներին մենք որ տեսել ենք, որ ամբողջ կառավարությունով գնում են 4-րդ սորտի ցորենի վագոններն են դիմավորում եւ դիզվառելիք են դիմավորում, թե բենզին, չգիտեմ, իրենց կառավարության հիմնական գործունեությունը դա է։ Միգուցե հիմա էլ կգնան ամբողջ կառավարությունով մի հատ վարունգի վագոն դիմավորեն Ադրբեջանից ու կհպարտանան մեր ժողովրդին բացատրել, տեսեք ինչ ազատ շուկաներ են, ազատ մենք նոր թափանցում ենք եվրոպական շուկաներ, որ դուք պատկերացնեք, եվրոպական շուկաների հետ շրջանառությունը 200 քանի միլիոն եվրո է, որ պատկերացնեք դա ինչ է, դա համենայն դեպս 2 անգամ ավելի փոքր է կամ 3 անգամ, քան իմ ընկերության շրջանառությունը Հայաստանի տնտեսության հետ։ Այսինքն ինչի մասին ենք մենք խոսում, էլի։ Սա ինչ պետք է մենք բացատրենք մեր ժողովրդին։ Իրենք տապալելու են տնտեսությունը։ Ես դրա համար ասեցի։ Աղքատությունը, ժողովուրդը ընտրեց աղքատությունը, ժողովուրդը չընտրեց մեր ասած 300,000 շատերը ընտրեցին, մենք վստահ ենք, որ շատերն են ընտրել, որոնց մենք չենք տեսնում։ 300,000 աշխատատեղը, դա հնարավորություն էր տալու մեր տնտեսությանը ազատվել արտաքին պարտքերից։ Միայն դա կարող է հնարավորություն ստեղծել։ Ասֆալտ փռելը դա բեռն է մեծացնում։ Մենք դեմ չենք ասֆալտին։ Մենք ասում ենք, եկեք փող աշխատենք մեր պետությունով, այսինքն զարգացնենք բիզնեսը, հարկեր հավաքենք, պետությունը ասֆալտ անի, զարգացնենք բիզնեսը, հարկեր հավաքենք, պետությունը դպրոցներ սարքի, մանկապարտեզներ սարքի, մենք դրան կողմ ենք, դեմ չենք, բայց երբ որ դու գնում ես մենակ պարտքերի ճանապարհով, գալիս է մի պահ, որ այդ երկիրը փլվում է այդ ժողովրդի գլխին։ Այսինքն ժողովուրդը շատ արագ աղքատանում է։ Ինչը իրենք հաջողությամբ անում են հիմա Հայաստանի շրջաներում, ես ասեցի իմ ելույթներից մեկում, իր հայրենի Տաուշի շրջանում 18 թվականին աղքատության մակարդակը եղել է 25%, հասել է 39%-ի։ Այսինքն ինք իր հայրենիքը չի կարում, ու Տաուշի մարզ, ամենամեծ մարզերից չի, փոքր մարզը, ամենաաշխարհի չքնաղ բնությունով, եթե ինքը չի կարում, գոնե իր ուղեղը աշխատացնի, այդ մի շրջանը վերցնի իր պատասխանատվության տակ, անձամբ զարգացնի, առավոտից իրիկուն այս մարդը ման է գալիս գործակալներ, լինելով մի քանի երկրի գործակալ, իրեն թվում է բոլորը գործակալներ են, բոլորը լրտեսներ են։ Այսինքն փոխել է ամբողջ երկրի կոնստրուկցիան։ Դրա համար եմ ես ասում, սա մեխանիզմ է, սա ոչ թե ինչ որ մարդ է, սա մեխանիզմ է աշխատում մեր դեմ։ Տնտեսության մասով մենք ունենալու ենք կոլապս։ Եթե մենք շատ արագ քայլերով այս ընդդիմության համախմբումը չապահովենք, չփորձենք մեր ձևով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ ստեղծելով կանգնեցնենք այս շատ ցավալի process-ները Հայաստանի նկատմամբ եւ հայ ժողովրդի նկատմամբ, հավատացեք ինձ, ինչ էլ իրենք խոսեն, դրա հետևանքները կրելու է հայ ժողովուրդը։ Ասելու, չանելու խնդիր այս մարդը չունի։ Դրա համար ինչ պետք է ասում է։ Հա, բայց գինը, որ արևմուտքը նաև որոշ բաներով դրվագներով Ռուսաստանը բան չարեց, բայց այս դեպքում արևմուտքի մասն է խոսքը։ Հակառուսականությունն է, չէ՞, որ աջակցեցին ու չտեսան այս ամբողջ կեղծիքները։
թիվ 1 խնդիրը հակառուսականությունը, որ ինքը դա լուծում է։ Միայն Իրենք քարոզում են հիմա, որ Ռուսաստանն է տուժելու դրանից, որ մենք գնանք 102-րդ ռազմաբազան հանելու ենք, հայրուս գազարտը փակվելու է, Ադրբեջանից գազ ու նավթ ենք բերելու, չգիտեմ, ցորենել ենք բերելու, ինչ ասեք, Ադրբեջանը Թուրքիան բանան անելու եւ Ռուսաստանն է։ իրեն ես ասի մնացել է մեկ բան վաճառի հակառուսականությունը ուրիշ ոչ մի բան ինքը չունի արևմուտքն էլ տեսա որ չունի ինչ կանել իրենք չհայտարարեն իրենք էլ իրենց մոնիտորինգ ունեն իրենք տեսնում են առավել եւս Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ տեսավ բայց քանի որ այս ժամանակահատվածում շատ կարևոր է գտնել գոնե երկիր ով կզարգացնի հակառուսականությունը նրանք դա տեսան մեր այս իշխանությունների մեջ որովհետև իրեն չհաջողվեց դա անել Ադրբեջանում իրեն չհաջողվեց դա անել Վրաստանում Կովկասում մնում է ընդամենը մեկ երկիր ում միջոցով իրենք փորձում են դա զարգացնեն բայց նորից եմ ասում մենք փոքր երկիր ենք մենք չպետք է դառնանք հրապարակ պայքարի մենք պետք է շատ լավ հարաբերություններ ստեղծենք ու ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ որովհետև ունենք 1-ից 1.5 միլիոնին հասնող սփյուռք ամեն ինչ պետք է անենք որ մեր սփյուռքը լավ զգա իրեն ամեն ինչ պետք է անենք որ մեր սփյուռքի հնարավորությունները օգտագործենք Հայաստանի զարգացման համար մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ֆրանսիայի հետ նորից ունենք 600,000-ին հասնող սփյուռք մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, եթե մենք ուզում ենք ունենանք տնտեսություն եւ զարգացման ուղու վրա կանգնած երկիր, գոնե այս 4 երկրների հետ մենք պետք է ունենանք շատ լավ հարաբերություն եւ այնպիսի վստահելի հարաբերություն, որ չդառնանք հակամարտության կենտրոն։ Պետք է ընդամենը մեզ վստահեն, որ մենք իրենց վստահելի գործընկերն ենք։ Ու դրանով պետք է վերջանա ամեն ինչ։ Չտանք հնարավորություն, որ դու կարող ես ինձ օգտագործել Ռուսաստանի դեմ կամ Ռուսաստանը կարող է ինձ օգտագործել Ֆրանսիայի դեմ։ Դա մեր պետության համար շատ վտանգավոր է։ Դրա համար ես ասում եմ բոլորը հաղթեցին, բացի հայ ժողովրդից։ Եվ դրա արդյունքը մենք տեսնենք ամեն օր ինչ ուզում է իրենք հայտարարեն։ Ամեն օր մենք դա զգալու ենք։ Նույնիսկ ձեր ճուզողները ասում են, որ բացահայտումներից մեկը դրական առումով Նարեկ Կարապետյանն էր այս ընտրաշավի, որը մի քանի ամսում դարձավ լիարժեք քաղաքական գործիչ։ Ինձ էլ Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցից սկսած, պարզապես շատ առաջ գնաց եւ արդյոք կարելի է ասել, որ այսուհետ հաջորդ վարչապետը Նարեկ Կարապետյանն է։ Նայեք, Նարեկ Կարապետյանը ինչ-որ նոր բան չի բացահայտել, ինքը իրոք ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է։ Ես անկեղծ եմ ասում, իմ նայելով նույնիսկ հավասարը չունի։ Դրա համար ինքը ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները։ Ինքը ցույց տվեց, որ շատ գրագետ է, ինքը ցույց տվեց, որ շատ ինտելիգենտ է, երբ առիթը եկավ, ինքը ցույց տվեց, որ շատ համարձակ է, ինքը ցույց տվեց, որ շատ խելացի է, ինքը միշտ է եղել ուժեղ։ Տնտեսության մեջ Նարեկ Կարապետյանը ես վստահ կարող եմ ասել, հավասարը չունի։ Ու իրոք չունի։ Հիմա դա նրանից չէ, որ ինքը իմ եղբոր որդին է, հավասարը չունի։ Դրա համար ինքը կունենա հնարավորություն դա էլ ցույց տա։ Կդառնա Նարեկ Կարապետյանը վարչապետ թե չէ, ինձ թվում է իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում իհարկե ես չգիտեմ։ Դա կախված է լինելու, ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու։
Եվ երկրորդ հարցը, այսինքն ես կհակադրվեմ եւ ձեզ եւ գործընկերներին, որոնք ասում են եւ դուք եք ասում, որ եվրոպացիները, չգիտեմ, չգիտեն թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նրանք չեն տեսնում այն տերորը, այն ռեպրեսիաները, որոնք տեղի են ունենում անդիմության դեմ, պետք է հավաքել դեսպաններին եւ նրանց բացատրել։ Ես կարծում եմ նրանք շատ լավ էլ տեսնում են, բայց առաջնորդվում են ամերիկյան հայտնի բանաձևով, he is son of a bitch but our son of a bitch, նա շանորդի է, բայց մեր շանորդին է, եւ նրանց պետք է եւ ամերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է թույլ ոչ լեգիտիմ առաջնորդ։ Ես խնդրում եմ դրան արձագանքեք։ Ես չասեցի իրանք չեն տեսնում։ Ես ասեցի իրենք չեն արձագանքում։ Բայց շատ կարևոր է մենք աշխատենք իրենց հետ։ Իրենց ցույց տանք, որ այս մարդու քայլերը տանելու են մեր երկրի կործանման։ Ես վստահ եմ, որ եվրոպական երկրներն էլ չեն ուզում, որ Հայաստանի նման պետությունը կործանվի։ Ես վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն ուզում, որ Հայաստանի նման պետությունը կործանվի։ Բայց ես վստահ եմ, որ իրենք այս մարդու խապկանքներով ապրում են։ Իրենք հավատում են, որ Հայաստանը կարող է դառնալ հակառուսական պայքարի նոր կենտրոն, ինչը այսօր ձեռնտու է իրենց։ Բայց քանի որ բոլոր պատերազմները ավարտվում են, մենք չգիտենք, միգուցե մի 2 ամսից, մի ամսից եվրոպացիները նորից կդառնան ռուսների ամենալավ բարեկամները, ամերիկացիները նորից կդառնան ռուսների ամենալավ բարեկամները, բայց այդ դեպքում արդեն ռուսները չեն դառնա մեր ամենալավ բարեկամները, քանի որ մենք ամեն օր կորցնում ենք վստահությունը, կոնկրետ ռուսների վստահությունը, իսկ նույն եվրոպացիք, եթե տեսնում են, որ այս մարդը կայուն չի, այս մարդը հավասարակշռված չի, ինչպես կարող են վստահել այդ մարդուն։ Խաղում են իր հետ, օգտվում են մեր հակառուսականությունից, բայց երբ օրը գա, առիթը գա, դուք տեսնեք ամենամեծ թափով իրենք են հարվածելու իրեն։ Ես վստահ եմ դրանում։ Դրա համար մենք չպետք է կորցնենք հույսը, պետք է ամեն օր աշխատենք, պետք է միջազգային կառույցների հետ աշխատենք, ովքեր կարծիքներ են ստեղծում այդ երկրներում եւ հասնենք նրան, որ նրանք հասկանան, որ մեր խնդիրը ոչ թե Հայաստանի վարչապետի պաշտոնն է, մեր խնդիրը 300,000 նորից եմ ասում, կարող է արդեն մարդիկ հոգնան մեզ լսելով, ադրբեջանցիների թափանցելը Հայաստան կանգնեցնելն է, որովհետև դա ստեղծելու է նոր պատերազմի օջախ։ Մեր խնդիրը առաջի քրիստոնեական երկիրը այս տարածաշրջանում պաշտպանելն է։ Մեր խնդիրը մեր եկեղեցին պաշտպանելն է։ Վստահ եմ իրենք հասկանալով այս ամենը կանեն ճիշտ որոշում եւ հենց իրենց ուժերով ենք մենք հասնելու այս իշխանափոխությանը։ Պարոն Կարապետյան, մինչ մենք բոլորս խոսում ենք եւ դուք ներկայացնում եք, թե ինչպես պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ինքը ոչ թե մեկ քայլ առաջ է գնում, այլ հաջորդ ընտրական փուլին արդեն այսօրվանից պատրաստվում եւ ԿՊԱ-ականները նախաձեռնությամբ են հանդես գալիս, որ այն բոլոր ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանել, հաջորդ ընտրությունների մասնակցություն չպետք է ունենան, այսինքն զրկվելու են ընդհանրապես որևէ ընտրական գործընթացի մասնակցելուց։ Ենթադրենք դուք մանդատները վերցրել եք խորհրդարանում եք այս նախագիծը վերել են։ Ինչպես եք դա կասեցնել օրինակ, որովհետև իրանք ունեն այն մեծամասնությունը, որը շատ հեշտությամբ կարող են անցկացնել դա։ Բայց մենք ինչի համար պետք է դա կասեցնենք։ Ես ասեմ, որ ակնհայտ է, որ այս ձայնագրություններով ամենչով իրենց խնդիր չկա ապացուցելու, որ դա ընդդիմադիր երեք ուժերի հանդեպ որ ներկայացրել են ձայնագրությունները իրենք են։ Գիտեք, դա երբ կվերաբերվի մեզ, երբ գոնե մեկ հատ դատարանի որոշում կլինի, նույնիսկ Նիկոլի դատարանի որոշումը, չեմ ասում միջազգային դատարանների որոշումները, նույնիսկ իրենց դատարանի որոշումը, չկա այդպիսի բան, ընդամենը շինց ու գործեր, բոլոր գործերը կապ չունեն ընտրակաշառքի հետ, քյաբաբ հյուրասիրել իրար,
դա չի կարող համարվել ընտրակաշառք, երբ քեսանաներոջը քյաբաբի հարավիրում։ Այսինքն բոլոր գործերը նման են այդ քյաբաբի գործերին։ Չկա մի դեպք, որ դատարանը որոշել է, որ գոյություն ունի ընտրակաշառք, այս ուժը $1 ընտրակաշառք է տվել։ Ես էլ հայտարարեցի, եթե մեր կողմից, մեր ուժի կողմից տրվել է գոնե $1 ընտրակաշառք, կամ ում կողմից տրվել է, ասեց իր անունը ինչ է։ Էլ ինչ ասեմ, ուրիշ ինչ ձևով կարող ենք բացատրել, չկա դեպք, չկա, որովհետև եթե լիներ դեպք, դրանք ոչ թե կձերբակալեին 700 մարդ, կձերբակալեին հազարներ ու ամբողջ աշխարհին դա ցույց կտային։ Իրեն ձերբակալած 700 մարդկանցից ընդամենը 100-ին տանջելու համար, ուրիշ ոչ մի բան, 100 ակտիվիստներին, ամենաակտիվ տղերքին, ամենաակտիվ կանանց ուղարկել են բանտերը, ճնշելով փորձում են ինչ-որ բանի հասնեն, բայց իրենք չեն հասնելու ոչ մի բանի, իսկ այդ օրենքը, եթե ընդունում են, մենք միայն ողջունում ենք։ Ես դեմ եմ ընտրակաշառք բաժանելուն։ Ես կողմ եմ հավասար պայքարին, ես դեմ եմ վարչական ռեսուրս օգտագործելուն։ Իրենք ամբողջ նախընտրական փուլում եւ դրանից առաջ մեր դեմ պայքարել են միայն վարչական ռեսուրսով, որը նույնպես օրենքից դուրս է։ Իրենք իրավունք չեն ունեցել դա անեն։ Հիմա դուք հաշվի չեք առնում ինչ կարծիք ունեն մեր երկրի մասին, մեր ժողովրդի մասին, նայելով այդ մի քանի մարդկանց մեյմունությունները։ Պետք է արագ, ասում եմ, գտնել ճանապարհը, փոխել այս իշխանությանը։ Դրանից հետո մենք հնարավորություն կունենանք ճիշտ հարաբերություն ստեղծենք բոլոր կարևոր երկրների հետ, բոլոր գերտերությունների հետ, կզարգացնենք մեր տնտեսությունը եւ կապահովենք մեր ժողովրդին բարեկեցիկ կյանք։ Սա է ամբողջ ժողովրդով մենք պետք է սա ցանկանանք, ուզենք եւ հասնենք դրան։ Մենք խոսեցինք Ռուսաստան հետ քաղաքականության տնտեսական, մենք դրան զուգահեռ տեսնում ենք նաև, որ Ռուսաստանից ընտրություններից հետո հնչում են ուղիղ տեսակետներ, որ նրանք կասկածի տակ են դնում Հայաստանի ընտրությունները։ Եթե օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները, ձեր կարծիքով ինչպիսի իրավիճակ ստեղծվի հայ-ռուսական հարաբերություններում եւ դա ինչ հետևանքներով է հղի։ Ես անհանգիստ եմ, որ նույնիսկ եթե ճանաչել, դա լավ բանի չի բերելու։ Ինչ է փոխվում, եթե չկա վստահություն։ Մարդը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Երկիրը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Նույն Պուտինը չտեսա, որ շատ հեշտությամբ Հայաստանը կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Ռուսաստանը ունի իր շահերը տանում է առաջ, հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր շահերը եւ իր շահերը տանի առաջ։ Եթե մենք կանգնենք նայենք ինչ է անելու Ռուսաստանը, ինչ է անելու Ամերիկան, ինչ են անելու Եվրասոյուզի երկրները մեր հետ, հավատացեք, մենք պետություն չենք ունենալու։ Մենք պետք է ստեղծենք առաջի հերթին ուժեղ տնտեսության պետություն։ Մենք միջև չստեղծենք ուժեղ տնտեսության պետություն, մենք կախված ենք լինելու ոչ միայն Ռուսաստանից, նույնիսկ Մոզամբիկի պրեզիդենտը եթե չճանաչի, մենք վտանգ ենք ունենալու։ Մենք պետք է լինենք զարգացած տնտեսությամբ երկիր, վստահելի երկիր բոլորի համար։ Մենք չպետք է բաժանենք Ռուսաստան, Ամերիկա, մենք իրավունք չունենք այդ խաղերին մասնակցենք։ Ինչ գործ ունենք։ Ո՞վ է մեզ ստիպում, որ գնանք մասնակցենք։ Այսինքն միայն Փաշինյանը իշխանություն պահելու համար մենք ինչ որ խաղերի ենք մասնակցում։ Այդ խաղերը բերում են մեկ բան։ Վտանգ Հայաստանի պետությանը, վտանգ հայ ժողովրդին, քարշ գալով Փաշինյանը մի 5 տարի էլ կցակի հետո։ Բա գոյություն ունի ժողովրդի ցասում։ Բա որ մի օր սկսվի դա։ Դրա համար մենք իրենց համար շատ լավ պայման էինք,
խելք ունենային, չէին անի այդ կան ապօրինություններ, հանգիստ փոխանցեին իշխանությունը այն ուժին, ով արժանի էր եւ ով կտաներ այս երկիրը զարգացման, չունենալով փորձ։ Պարոն Կարապետյան, մանդատները վերցնում են, չեն գնում, ես փորձում եմ հասկանալ։ Հուսամ չեն սպասարկելու ԿՊ-ի օրակարգը հարցեր տալով եւ այլն ընդամենը եւ ամենակարևորը մարդկանց ինչն է հետաքրում փողոցային պայքարը հուսանք չի ամփոփվելու նրանով որ հանրահավաք անեն էքսկուրսիա անեն հետո ասեն գնանք տներով հետո ասեն սպասում ենք չէ չայ խմելու հետո ասեն պատրաստվենք նոր էկող ընտրություններին։ Մարդկանց սա է հետաքրում շատ հստակ կոնկրետություն եւ ժամկետներ։ Թե չէ այդ 734,000-ը, որ ասում եմ, փաստ է, այսինքն ես չեմ ասում դա, որ Փաշինյանին ձայն չի տվել։ Վստահ եմ, դուք էլ գիտեք, որ դրանից ավելին է, որ մերժում է Փաշինյանին։ Հիմա ժողովուրդը ուզում է հստակեցումներ, ժամկետներ, պայքարի ձևեր ու էքսկուրսիաների եւ ԿՊ-ի օրակարգը սպասարկելու բացառում։ Կոնկրետ ասում եմ, թե ԿՊ-ի օրակարգը, թե իրեն աջակցողների օրակարգը մենք չենք սպասարկի։ Մենք ունենք մեր ճանապարհը, գնալու ենք մեր ճանապարհով։ Մենք դրա համար ես այսօր արեցի հայտարարություն, ասում ենք քայլեր։ Դա կոնկրետ քայլեր են, որի արդյունքը ես հույսով եմ կլինի բարեհաջող։ Ինչ վերաբերվում է հանրահավաքներին, նորից եմ ասում, մենք չպետք է ունենանք ինչ-որ իլյուզիաներ, մենք պետք է անենք ճիշտ քայլեր, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե մենք տեսնենք, որ այդ հանրահավաքը ցանկացած օր, վաղը, եթե մենք զգանք, որ հանրահավաք ենք անում եւ վերջացնում ենք այս ադրբեջանա-թուրքական կինոն, ուրեմն կանենք։ Եթե զգանք, որ դա 1 ամիս է պահանջվելու դրա համար, ուրեմն կանենք դա 1 ամիս։ Ես կոնկրետ վստահեցնում եմ, մենք ամեն օր պայքարելու ենք դրա համար։ Ոչ մի ազդեցություն մեր վրա չի կարող լինել, թե ներսից, թե դրսից, որ մենք կանգնեցնենք այս պայքարը։ Դա վստահեցնում եմ, բայց նորից եմ ասում, մենք պայքարելու ենք այս ստեղծված մեխանիզմի դեմ։ Դուք կարող եք մոռանալ Նիկոլ Փաշինյան մարդուն։ Սա Նիկոլ Փաշինյանի մասին չի խոսքը։ Սա մեր երկիրը պլանավորված կործանման տանելու մասին է խոսքը։ Դրա համար մենք պետք է համախմբենք, նորից եմ կրկնում, բոլոր այն ուժերին, ովքեր կիսում են մեր կարծիքը, մենք պետք է իրենց հետ մտնենք այս պայքարի մեջ։ Ինչպես հայտնի է, պաշտպանվելու լավագույն ձևը հարձակումն է։ Օրինակ, որ մենք ասում ենք 1915 թվականի ցեղասպանություն, ադրբեջանցիները ասում են՝ «Բա Խոջալուն, բա 1915 թվականի դեպքերը»։ Տվյալ դեպքում նույնպես իրենց ապօրինությունները, հարյուրավոր ապօրինությունները արդեն հայտնի են եւ դեռ հայտնի կդառնան։ Որպիսի այդ ապօրինությունները չհնչեն, այսպես ասած, նրանք ասում են, Փաշինյանը ասում է, անդիմությունը, այսինքն երկու քաղաքական ուժեր, որոնք մտել են խորհրդարան, նրանք ապօրինի են, նրանք անօրինական են, լեգիտիմ չեն։ Հաշվի առնելով, որ դատարանները, ԱԱԾ-ն, կոմիտեները, քննչական, չգիտեմ, նաև սահմանադրական դատարանը բոլորը Փաշինյանի գրպանում են եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես Փաշինյանի գրպանում են, արդյոք դուք բացառում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի, որ չեղարկում է ընտրությունների արդյունքները այն մասով, որ մտել է ուրեմն ընդդիմությունը եւ հաստատում է այն արդյունքը, որը ԿՊ-ն է գրանցել եւ ԿՊ-ն այդպիսով 100%-անոց ձայն կունենա։ Հիմա դա աբսուրդ է թվում, բայց այս ամիսներին մենք տեսանք բազմաթիվ այլ աբսուրդ դեպքեր։ Նայեք, հիմա մենք պարտավոր ենք գնանք օրինական ճանապարհով։ Հիմա մենք չդիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նույն Փաշինյանը կարող էր ասել, ես կան
մարդ հավաքել, հանգիստ դիմում եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ կհամարել ընտրության արդյունքները, կնշանակեր երկրորդ փուլ, ինչը ես առաջարկել եմ, դուք երևի լսել եք, որպեսզի Հայաստանը ունենա լեգիտիմ իշխանություն, ամենալավ տարբերակը գնանք երկրորդ փուլ։ Եթե դու հաղթող ես, ուրեմն ապացուցի, որ հաղթել ես։ Նկարած թվեր չլինեն։ Այսինքն, մենք իրավունք չունենք չդիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք հիշում եք, երբ Արամ Սարգսյանը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով մեզ ընտրապայքարից դուրս հանելու համար, երևի Հայաստանում ոչ մի մարդ չկար, որ հավատար, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի որոշում կայացնի եւ մենք կմնանք ընտրական պայքարի մեջ, բայց կայացրեցին։ Այսինքն պետք է գնալ օրինական ճանապարհով, փորձել բոլոր օրինական մեթոդները։ Ձեզ թող չթվա թե մեզ համար դժվար է մարդ հավաքելը։ Մենք ունենք մեր համախոհները, որ կելնեն, կգորգռան ինչպես պետք է եւ ավելի շատ կգորգռան, բայց արդյունքը հիասթափեցնող կարող է լինել։ Հասկանում եք, մենք ել եմ ասում, գործ ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որը աշխատում է մեր ժողովրդի դեմ։ Դրա համար մենք քայլերով պետք է գնանք առաջ։ Պետք է անենք այնպես, որ բոլոր միջազգային կառույցները, բոլոր երկրները հասկանան, որ այս մեխանիզմը վտանգ է հայ ժողովրդի համար։ Իրենք սկսեն մասնակցել իրենց ստեղծած մեխանիզմի քանդելու process-ին։ Եթե մենք դա չանենք, ինչ կան ասեք, հանրահավաք անենք, ուսեք։ Վրաստանում 1 տարի տևեց։ 200,000-ից սկսեցին, իջան մինչև վերջի հանրահավաքներին մինչև 50,000 մարդ էր դուրս գալիս։ Ու Փաշինյանն ու իր համախոհները ուզում են, որ մենք նույն սխալը թույլ տանք։ Ես նորից եմ ասում, մենք վերջնական որոշում չունենք, բայց մենք բոլոր տարբերակները քննարկում ենք։ Հիմա եթե ձևավորենք ճիշտ համախմբված ընդդիմություն, լսենք բոլորի կարծիքները, ճիշտ կարծիք ձևավորենք, դրա համար ես ասում եմ, ես ցանկանում եմ դա անենք ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ լսեն, որ իրենք մասնակցելու են որոշմանը։ Դա չի լինելու կոնկրետին որոշումը։ Թե չէ մարդկանց թվում է ինձ համար բացարձակ դժվար չի հայտարարություն անեն, որ չենք մտնում ազգային ժողով, հաջորդ օրը հայտարարություն անեն, որ ուժեղ Հայաստանը արդեն կողպեկը դրել ենք վրան, փակել ենք եւ ինչ կլինի։ Դրա համար քայլ-քայլ ճիշտ քայլերով գնանք առաջ։ Ձեր հյուրերին էլ հասկացրեք, որ շատ խորհուրդներ մեզ չտան, թող գան միանան մեր պայքարին, բոլորը այդ պայքարի մեջ տեղ ունեն, իրենց լավ մտքերը արտահայտեն, լսեն հակառակ կարծիքները եւ բոլորը չքննադատեն 21 թվի Քոչարյանին կամ 26 թվականի Կարապետյանին, մենք բաց ենք պայքարի համար, ցանկություն ունենք մեծ համախմբում ունենանք, չենք լսելու ոչ մի կարծիք առանց պայքարի։ Եթե մարդիկ միայն կարծիք ունեն, դրանից բացի ոչ մի բան չունեն, այդպիսի մարդիկ մեզ պետք չեն։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր կարծիք ունեն եւ պատրաստ են իրենք մասնակցեն այդ կարծիքը ձևավորելուն։ Շատ շնորհակալություն։